գինը ընկնել է ծրագրավորման, այսինքն պայմանական եթե հիմա ժամը $100 է, կարող է դառնա, ասենք 50-30 ու այդքան ծրագրավորողի կարիք չի լինել ուղղակի։ Հայաստանում շատ մարդիկ նոր են սկսել investment անեն, շուկան տրակել է 3 առաջ օրը շատ մարդիկ պանիկայի մեջ են։ Ֆոկուս ենք եղել AI-ով on-line խանութներ սարքելու վրա։ Գալիս ես prompt ես գրում, ասում ես ուզում եմ on-line խանութ, որ ընդհանրապես կերամիկայից ինչ-որ ամաններ են ծախում ու քո համար մի րոպեվա ընթացքում կայքը սարքում է։ Նոր ստարտափ տենց ահագին շուխուր հանեց, որ արդեն տենց շատ բնական ձենով AI ընկերուհի կամ ընկեր կարաս ունենաս ու շատ բնական էր։ Ոնց որ Եվրոպայում նոր բան է դուրս գալի, այնքան են մարդիկ իներցիայով մտածում, ասում են ավելի լավ է օրենք անենք, որ չի կարելի է օգտագործել, քան թե տեսնենք ինչ է ալնելու։ Ոլորտը հասկացանք, եթե ճիշտ ոլորտ ես ընտրել, գալիս ես լավ պատմություն ես պատմում, շատ հավանական է, որ ինվեստ կարվի։ Հա, եթե դու այդ իմաստ կրիտերիաներին բավարարող մարդ ես։ Ժողովուրդ, ոչինչ, եթե ինվեստմենտ եք ուզում, լավ պատմություններ մտածեք։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն է TenWeb եւ Crisp ընկերությունների համահիմնադիր Արտավազ Մինասյանը։ Արտավազդի հետ խոսել ենք նոր տեխնոլոգիաներից, ստարտափներում ներդրումներից, իրենց կատարած ներդրումներից, շուկայի մասին, եվրոպական, ամերիկյան շուկաների փոփոխությունների, որ այս պահին կատարվում է աշխարհում եւ ինչ ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա, AI-ի եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք կոճակը եւ եթե հավանում եք այն, ինչ որ մենք անում ենք, մեր ոդկասթին ֆինանսապես կարող եք աջակցել Patreon-ի միջոցով։ Շատ շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր դա արդեն անում են։ Գնացինք։ Արտո ջան, ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Ոդկասթից առաջ ահագին խոսացինք։ Լավ, մերսի շատ։ Ոնց է ձեր գործերը։ Լավ, շատ լավ։ Ոնց որ վերջի մի քանի տարին սարքելու մոդում էինք, այսինքն տենց փորձում էինք լիքը նոր բաներ սարքենք։ Հիմա սարքել ենք, բերում ենք շուկա։ Crisp-ի մասին է խոսքը։ Crisp-ի խոսքը, հա։ Այս վերջերս ոնց որ նոր feature հանեցիք, չէ՞, ակցենտների հետ կապված։ Հա, հələ տենց public չի։ Մարտի 25-ին արդեն public է անելու, որ հնդիկների, ոչ միայն հնդիկների, ցանկացած անգլերեն акցենտ, սարքում է ամերիկյան акցենտ։ Հա։ Այսինքն հնդիկը խոսում է իր հնդկական անգլերենով, այն հակառակումում իր ձայնով ամերիկյան անգլերեն է հնչում։ Վաու։ Այդ առաջի անգամ որ պատմեցի, գիտես ինչ հիշեցես վերջերս որ Տրամպը հանդիպում էր արել ու հնդիկ ժուրնալիստը հարցեր տալի իր թարգմանի չթարգմանում էր իր համար հնդկական անգլերենից սովորական ամերիկյան անգլերեն։ Այդ վիդեոն վերցրել եմ Տրամպի, այդ ու մեր տեխնոլոգիայով անցկացրել եմ մատիկ 25-ին տես post եմ անելու։ Տնամ ոնց որ LinkedIn-ում, Twitter-ում։ Դա viral կգնա, միանշանակ viral է գնալու։ Հա, իսկ ասինքն end business-ները, որ օրինակ call center ունեն Հնդկաստանում կամ Ամերիկայից դուրս, այդ տենց ոնց որ շատ ֆանտաստիկ գործիք է, հա, իրենց համար առնելու։ Այդ մի ուղղությունն է, բայց նաև որ պատկերացնենք ինչ use case-եր կան, ասենք լիքը հնդիկ ինֆլուենսեր կա։ Հա։ Ամերիկյան կամպանիաները 7 միլիոն ծրագրավորող ունեն Հնդկաստանում, որոնք որ խոսում են իրենց ամերիկացի ընկերների հետ, հաճախ դժվար է հասկանալը։ Լիքը սազանող կամպանիաներ կան Հնդկաստանից Ամերիկայի ու աշխարհի համար։ Ընդհանուր դե հնդիկները անգլերեն շատերը գիտեն, բայց լավ չեն խոսում։ Ասում լավ գործիք է իրենց համար։ Իսկ նման հիմա ինչ որ լուծում կա, թե Crisp առաջինն է։ Մի հատ կամպանիա կա ամերիկյան, որը call center-ում է մեծ մրցակից, բայց այս գլոբալ որ բոլոր ոլորտները փորձի մտնել, չկա մենակ ոնց որ Crisp-ն է։ Հա, հասկացա։ TenWeb-ը ոնց է։ Լավ, TenWeb-ները լավ, ֆոկուս ենք եղել AI-ով on-line խանութներ սարքելու վրա։ Դա շատ մեծ ոլորտ է, ու սկսել է լավ աճել։ Իսկ այդ ոնց աշխատում։ Ոնց գալիս ես prompt ես գրում, ասում ես ուզում եմ on-line խանութ, որ ընդհանրապես կերամիկայից ինչ-որ ամաններ են ծախում, ու քո համար մի րոպեվա ընթացքում կայքը սարքում է ամեն ինչով։ Ոնց։ Տակից WordPress-ը աշխատում, վրայից բորեջերը գեներացնում է, content-ները սարքում է, նկարները սարքում է, մի 15 էջանոց տենց checkout-ով ամեն ինչով, ու շատ սիրուն, ու եթե շուտ ուզում ես փոխես, մի հատ էլ տենց ChatGPT-ի նման գործիք կա, հետո խոսում ես, ասում ես, այսինքն ասենք աճ տար, ձախ տար, վերև, ներքև գույները փոխի,
ինչ ասում ես անում եմ խոսքով, ու վերջում ստանում ես կոզած սայթը, Հա, լրիվ պրոմպտերով։ լրիվ պրոմպտերով։ Ու տակից էլ դե հոսթինգը մենք ապահովում ենք, դրա հետ գործ չունես տեխնիկական մասը գործ չունես։ Այսինքն deployment backend սա ամեն ինչ արվում է։ Հա, ոչ մի բանի հետ գործ չունես։ Դու զուտ գրում ես, օրինակ ես ուզում եմ կերամիկայի խանութ, կարմիր երանգների մեջ, այսքան ապրանք եմ ունենալու, իսկ հետո admin կա տալիս, հա, Դե WordPress-ը։ WordPress-ը, սա Ամեն ինչ ունես։ որ կարենաս ապրանք ավելացնես, WooCommerce-ը կպնում, հա։ Այո։ Վաու։ Հետաքրքիր է։ Ու այդ prompt-երը ձեր գրած ինչ որ engine-ի վրա, թե ChatGPT-ից կամ Claude-ից եք օգտվում։ Ինչքան մոդել գիտես, բոլորից օգտվում ենք։ Հա։ Բայց նաև fine tuning ենք արել, այսինքն համապատասխանեցնել ենք մեր նպատակների համար, ու նաև տարբեր ոնց որ մեծ pipeline-ներ ենք սարքել։ Նաև hosting-ն ենք սարքել, նաև այդ WordPress-ը բարդ համակարգ է, միշտ վարիա գնում, բայց մեր մոտ ընդհանրապես uptime-ը 99.9% է։ Հա։ Ոնց շատ ստաբիլ համակարգ ենք կարողացած ստանանք ոնց որ WordPress-ի համար, նաև այդ մասնա դժվար եղավ որ սարքել ենք, ու ամբողջ front-end-ի ճիշտ գեներացիան ենք շատ էժան կարողացած ստանանք ոնց որ։ Ու ինչ արժի ամսական։ $10 Ես ունակ user եմ, ուզում եմ գամ օգտվեմ։ Հա, $10 մինչև ամենաթանկ պլանը $50։ Հա, իսկ մենակ e-commerce-ա, թե ուրիշ սայթեր կա, բայց e-commerce-ում մենակ մենք ենք, իսկ ուրիշ ուղղություններով դե շատ կա։ Հա, ես օրինակ այս վերջերս ոնց որ podcast-ին եմ պատմել, Replit-ում դառա user, paid user, ամիսը 25-ն իրանք վերցնում ու նենց հետաքրքիր գործիքներ ես կարող գեներացնես AI միջոցով, ասինքն մտնում օրինակ մեր CRM-ի համար Pipedrive-ի կալկուլյատոր էր պետք, որ օրինակ կլիենտը կարա մտնի, գրի օրինակ այսքան user եմ ուզում, այս չգիտեմ, այսքան support-ի ժամ եմ ուզում, այսքան email եմ ուղարկել, ու մնացած սաղ պարամետրեր ու ավտոմատ իր համար գին հաշվի տա, տենց այդտեղ ծրագրավորման թիմի հետ խոսացինք, շատ բարդացվեց, երկարացվեց, մտանք Replit-ով մի քանի րոպեի մեջ սարքեցինք, գրում ես ինչ ես ուզում, ինքը քո համար սարքում տալիս այդ ծրագիրը։ Այդ Replit-ը, Bolt.new-ն, Lovable-ը այս կմփտրերն է ստարի, ու լիքը ոնց որ լավ բան ստանալու համար արագ լավ գործիքներ են իրանք։ Ուղղակի խնդիրն է, որ եթե ուզում ես իրականում աշխատող լուծում ստանաս, ագին դե գործ անես։ Հա։ Դրա համար retention-ը այդքան լավ չի, իսկ լավ դեմո անելու համար, առաջի վերսը ստանալու համար լավ են իրանք։ Մեր ոդկասթի գործընկերն է Ital Solar ընկերությունը։ Մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը Ital Solar-ից արևային կայան ձեռք բերելով դուք մասնակցում եք խաղարկության, որտեղ 3 հաճախորդ հետ կստանա իր կայանի գնի ամբողջ արժեքը։ Այս պայմանը վերաբերվում է տեղում եւ ապառիկ ձևով վճարում կատարած հաճախորդներին։ Իդեպ, ապառիկ գնորդները ունեն նաեւ հատուկ նվեր։ Ital Solar-ը կվճարի ձեր առաջին 3 ամսվա վճարումները։ Զորացրեք էլեկտրաէներգիայի ծախսերը, ստացեք նվերներ եւ օգտվեք 30 տարվա երաշխիքից։ Ital Solar ներդրում, որը վճարվում է։ Հա, ոնց որ, բայց եթե ինչ որ ավելի բարդ տարբեր ֆունկցիոնալով ծրագիր ես ուզում, հելա դեռ առանց ծրագրավորողի երևի դժվար կլինի։ Հա։ Բայց ինձ թվում է մոտ ապագայում կարող է արդեն, չգիտեմ, մաքուր անգլերենով կարողանաս ծրագրավորես էլի։ Իսկ թվում է 10 տարի չի լինի։ 10 տարի։ Հա, լինելու է ավելի շատ, որ ծրագրավորողները շատ կոդ են կարողալու գրեն, իսկ ունենալու ես ագենտների համակարգ, որ ղեկավարում ես իրանց, մեկին ասում ես front-end-ի վրա աշխատի, մեկին back-end-ի վրա, մեկին deployment-ի վրա եւ այլն, ու հետո արդյունքները գալի քեզ ասում են, ասում ես ինչ բանը լավ չես արել սրա վրա աշխատի, որ team lead-ը դառնալու որպես ծրագրավորող։ Ու գինեն գնելու է ծրագրավորման, այսինքն պայմանական եթե հիմա ժամը $100 է, լավ ծրագրավորողի Ամերիկայում, կարող է դառնա, ասենք 50, 30 ու այդքան ծրագրավորողի կարիք չի լինելու ուղղակի։ Հա, ոնց որ երևի ոնց եղավ web development-ի հետ երևի։ Հա, ասենք 20 տարի առաջ վեբսայթ սարքելը ինչ որ նկարագրում է Ten Web-ով, քեզ պետք էր, չգիտեմ, agency, որ գար այդ սայթը քո համար սարքեր մի $10,000-ով։ Այո, հիմա տենց ինքդ կարաս երկու օր ծախսես ու ամիսը $20 տալով ունենաս ոնց որ կողմ օնլայն։ Իսկ հետաքրքիր use case-եր ունեք, որ մարդիկ իրոք օգտագործում են ու աշխատող խանութներ ունեն, ծախում են, փող են աշխատում։ Ամիսը 100,000 կայք է ստեղծում Ten Web-ով ու ակտիվ, որ host եղած domain կպցրած, արդեն 30,000 պլյուս client ունենք։ 30,000։ Այո։ Վաու։
հոսթինգն էլ եք իրակ ծախում դրա վրա Ամեր բիզնեսը հոսթինգի վրա է, այսինքն։ ավելի շատ հոսթինգն է ոնց հասկանում։ Դե ոչ թե շատ հոսթինգն է, այլ գեներացնում են սայթը, բայց հետո հոսթինգի համար են մեզ վճարում։ Գեներացնելը անվճար է։ Հա, հասկացա։ Հա, լավ բիզնես մոդել է։ Հասկացա, հետաքրքիր է։ Իսկ եթե մի քիչ ավելի բան անենք, գնանք ավելի general թեմաների, քանի որ AI-ի մասին խոսեցինք, ասեցիր 10 տարի կտևի, մինչև առանց ծրագրավորողի կկարողանանք full ինչ-որ աշխատող ծրագիր անենք, բայց արդյոք դա ռեալ է, հնարավոր է, որ 10 տարի հետո ստանանք, թե ոնց որ շատ տեխնոլոգիաների դեպքում այս սկզբի այս hype-ը, որ անցնի AI-ի, դեռ երկար ժամանակ կարող է շատ արագ ոնց որ աճ չունենա ու sense դեռ երկար մնա, մինչև մի հատ նոր տեխնոլոգիչский ինչ-որ ինովացիա լինի կամ breakthrough լինի։ Ինձ թվում է ոչ թե դրի վրանալու ծրագրավորում, այլ ուղղակի մի մարդը շատ բան է անելու։ Այսինքն եթե օրինակ, չգիտեմ, ոչ որ բիզնես է, ռեստորանների ցանց է, ուզում է իր software-ը առնի կամ սարքի, եթե առաջ պետք է դրա վրա աշխատեր 5 ծրագրավորող կամ 10 ծրագրավորող, աշխատելու է մեկը կամ երկուսը։ Այսինքն դա շատ ինստիտուտ ինքնարժեքն է անգնելու։ Շատ նման է գյուղատնտեսությանը։ Ասենք 100 տարի առաջ Ամերիկայի երբ բնակության կեսը այդ ոլորտում էր, հիմա տրակտորով ու մնացած բոլոր գործիքներով 2%-ն է։ Բնակության 2%-ը ապահովում է ամբողջ Ամերիկային ու նաև արտահանում են, էլի։ Դա ծրագրավորումն է ալնելու։ Հիմա ասենք Ամերիկայում, չգիտեմ, երևի կա ընդհանրում մի 6-7 միլիոն ծրագրավորող, դառնալու է 600,000 ու ով ինչ ուզի հեշտ կարող են իրանք ապահովել այդ։ Բայց 600,000 կդառնա, թե այդ քանակությունը կմնա, բայց ավելի շատ բիզնեսներ ու մարդիկ կօգտվեն թվային լուծումներից։ Երկրորդը չէ, ավելի շատ։ Օրինակ, որովհետև այս ամառը ահագին երկար մնացի Ամերիկա, մի ամսից ավել ու տարբեր փոքր բիզնեսների հետ շփվելուց հասկացա, օրինակ Ամերիկայի փոքր ու միջին բիզնեսների մեծ մասը ընդհանրապես թվային չէին, ընդհանրապես ու հասկանալի է ու այն մեծ կամպանիաները, որ մենք գիտենք, չգիտեմ, Google-ն է, Facebook-ն է ու շատ այդ մեծերը, իրանց այդ շուկաները այդքան հետաքրքիր չէ մտնում ու այդ բիզնեսներն է կարողանում են նորմալ revenue աշխատել, փող աշխատեն, լինելով փոքր local բիզնեսներ, ընտանեկան, չգիտեմ, ինչ որ պատկերացնում ես ու թվային գործիքներից շատերը չէին օգտվում ու աննորմալ քանակությամբ շուկա կա այդտեղ, բայց շատերին այդ շուկան հետաքրքիր չի, որովհետև հա կարող է 1 միլիարդ, 2 միլիարդ անց շուկա է, բայց մեծերը այդտեղ չեն մտնի։ Ու հիմա մտածում եմ, որ եթե կոպիտ ասած ծրագրավորումը դառնա ավելի դեմոկրատական գներ, իսկ Ամերիկայում այդ ամենը աննորմալ թանկաստեղի հետ չես համեմատի, այդ բիզնեսները միանշանակ ինչ որ չափով կմտնեն նաև թվային աշխարհ։ Հաստատ արդեն տեղի ունենում, նույն ասենք այդ չգիտեմ e-commerce-ով, website building-ում այդ տեսնում եմ ես ու մնացած ոլորտներում էլ ասենք եթե ուզում ես փոքր CRM 10 տարի առաջ պետք է մեծ գումար ծախսեր ու ժամանակ, հիմա կարաս ինքնուրույն Notion AI-ով ստանաս այդ փոքր CRM քո համար օգտագործես էլի։ Հա, Notion-ն էլ ֆանտաստիկ գործիք է։ Օգտվում եք CRISP-ում։ Մենք CRISP-ը հաճախ նկարագրում ենք, ասում ենք CRISP-ը սարքում ենք Notion for calls, այսինքն Notion-ը դոկումենտների knowledge base-ն է, այսինքն որտեղ հավաքվում է կամպանիայի բոլոր դոկումենտները, մենք սարքում ենք meeting-ների knowledge base-ը։ Հա։ Էլեկտրոն կոլաբորատիվ, որ բոլոր մարդիկ բոլոր meeting-ներին կամ անպատասխան meeting-ներին access ունենան, աուդիոներով, recording-ներով, transcript-ներով, բոլոր կապերով, որտեղ ոնց որ եթե նայես երկու տիպի ինֆորմացիա կա բիզնեսում, մի մասը դոկումենտների մեջ է ապրում, մի մասը meeting-ներում։ Ու հաճախ դու այդ meeting-ների data-ին access չունես։ Այսինքն եթե երկու մարդ հանդիպել ինչ-որ բան են քննարկել ու երրորդ մարդուն էդի պետք էր, միակ ձև է իմանալու կամ պետք է գնա մի ժամանակ recording նայի, կամ պետքա գրեն տան իրան, մենք CRISP-ը փորձում է այդ հարցը ոնց որ լուծի ու դա համար սարքում ենք Notion for calls։ Իսկ հիմա օրինակ product-ը CRISP-ի մասով օրինակ Հայաստանում շատերը CRISP-ը գիտեն որպես այդ զանգերից աղմուկը հեռացնող գործիք։ Հիմա ինքը բայց լրիվ ուրիշ բան է դառը։ Հիմա ոնց իրան կնկարագրես, էլի ինչ արդեն ֆիչերներ ունեք, որը
շատ օգտագործվում է user-ների կողմից ու ասինքն հիմա ոնց որ ձայնը աղմուկը հեռացնելը ոնց որ դարել է բան էլի commodity, ասինքն ամեն iPhone-ի կամ Android-ի մեջ այդ ֆունկցիան արդեն կա, միացնում ես, շատերը չնայած չգիտեն, միացնում ես ու քեզ ոչ մի ուրիշ այլ ծրագիր պետք չի, բայց ոնց որ CRISPR կետից աճելա, դարելա լրիվ ուրիշ բան էլի, ճիշտ եմ հասկանում։ AI meeting assistant, այսինքն meeting-ների համար AI տարբեր գործիքների համախումբ ու արդյունքում ինչ ենք մենք անում, որ meeting-ները եւ sense in person եւ Zoom call-երի ժամանակ recording ենք անում, transcription ենք անում, summarization ենք անում ու այդ company knowledge base-ում հավաքում ենք ու որ մարդիկ այդ knowledge-ից կարող են օգտվել։ Հա։ Իսկ հիմա քանի user ունի CRISPR-ը։ 5 միլիոն պլյուս sign-up ա եղել այս տարիների ընթացքում, ակտիվ կդժվարանամ հիմա ասեմ ինչքան ունենք, բայց բավականին շատ։ Հա, հասկացա։ Իսկ շուկայում վիճակը ոնց է։ Այս արդեն քեզ որպես ինվեստոր եմ հարցնում։ Երկու ֆոնդում դու մասնակցություն ունես, Big Story-ն է, մեկը Formula V-ին, ու 2022-ից հետո ոնց որ IT-ն այդքան լավ վիճակում չի գտնում սաղ աշխարհում, չնայած AI-ը օգնեց, որ մի քիչ էլի աճի։ Հայաստան վիճակը ոնց է, օրինակ հեշտ է գտնել ստարտափներ, որտեղ ուզում եք փող դնեք, ու արդյոք այդ ստարտափների մի մասը կկարողանա լուրջ միջազգային շուկա դուրս գա, թե չէ։ Այսինքն ոնց ասեմ, Հայաստանը VC լինել է, այդ ինքնանպատակա, թե ռեալ կարելի է դրանով փող աշխատել։ Երկու հարց տվեցի մի անգամ։ Ինչքան անկեղծ պատասխանը։ Ինչքան կարաս։ Ինձ թվում է Հայաստանում էկոսիստեմը բումի վրա է, այսինքն եթե դու նայես մինչև 2000 մենք ենք սկսում 17 թվականներին, երևի 2-3 կամպանիա էր, որ VC funding էր ստացել, չգիտեմ, Pixar-ներ, Teamable-ներ, կարող եմ երկու հատ եկար, հիմա Cotsignal-ներ։ Հիմա ասենք կան երևի 100+ ստարտափ հայկական, հայ ֆաունդերներով, ահագին մասը Հայաստանում ստեղծված, հետո դուրս գնացած, որոնք որ ստացել են ծաղրային ներդրում, Series A, Series B, Series C ու տենց շարունակ։ Անցած տարի կարծեմ 10+ ընկերություն մեծ ռաունդներ արեց։ Միլիոնից ավել։ Միլիոնը փոքր թիվ է։ Հա, օքեյ։ Ասենք օրինակ Իսպանիայում որ միտքս գալիս է, Is it the mark-ը։ Հա, Is it the mark-ը։ Այդ ֆորմուլայի առաջին ինվեստմենտներից էր։ Կամ Բունեցեն Դավիթի ստարտափը ոնց էր կոչվում։ Դժվարանամ հիշեմ։ Ասենք նորից որ սկսել էր 18 թվականին, հիմա արդեն իրեն Series A արեց։ Ու էլի շարունակ, Super Annotated-ը։ Series B արեց։ Շատ-շատ են։ Մեր պորտֆոլիոյի մեջ օրինակ company կար Գերմանիայում 3 հայ տղա են, Հայաստանից գնացած, կոչվում է Synthflow AI, իրանք small business-ի համար սարքում են AI receptionist, որ զանգում են, չգիտեմ, ասենք ժամը գրանցում, փոխում են ժամը ռեստորան կամ կլուբ կամ ուրիշ մի բան։ Իրանք շատ արագ աճեցին ու արեցին արդեն իրանց շատ մեծ ռաունդ, $9 միլիոն ռաունդ արեցին։ Blue Qubit-ը շատ մեծ ռաունդ արեց։ Ինչով այն իրանք զբաղվում։ Քվանտային տեխնոլոգիաներով, քվանտային համակարգիչներով։ Հա, տենց ստարտափ ունենք Հայաստան։ Այո, եւ ֆորմուլան է ինվեստարը եւ Big Story-ն է ինվեստարը։ Ահագին շատ են։ Այսինքն տենց ինձ թվում է 5 տարի հետո արդեն պատուղները քաղելու են, այսինքն ստարտափները դառնալու են իրոք խոշոր մեծ ընկերություններ, բայց exit-ներ լինելու, IPO-ները տեսքով, ուրիշ մեծ ընկերություններ գնալու են սրանց ու մեծ փողերը սկսելու հետ գալ ներդրումները։ Այդ ֆանտաստիկ կլինի։ Բայց երկարաժամկետ խաղ է։ Հա։ Այսինքն երբ որ դու venture investment ես անում, 10 տարի ունենաս մտքում ես, որ այդ ժամանակ նոր հետ է գալու փողերը։ Իսկ Big Story-ն մի հատ ֆոնդ ունի, թե երկու։ Big Story-ն դեռ մի ֆոնդ ունի, $10 միլիոն ֆոնդ է, արդեն երևի մոտ մի 7.5 միլիոն ներդրում են կարել։ Մնացել է 2.5։ Հա։ Հասկացա։ Իսկ արդեն կա ընկերություններ, որ փակվել են կամ ռաունդ են արել, դուք դուս եկեք է։ 24 հատ investment են կարել, երկուսը չեն փակվել, բայց փակվելու ճանապարհին են։ Հա։ Մի 4-ը արել են հաջորդ ռաունդները, մի քանիսը արդեն հասցի։ Մնացածը ջրի վրա լողում են։
Հասկացա։ Իսկ ոնց է աշխատում, օրինակ, եթե հաջորդ ռաունդն են անում, դուք սիդում եք այդ առաջին ամենաառաջի փուլում եք դրել, այսպես կոչված սիդում, ասում են որ այն մարդիկ չգիտեն պատկերացնեն էլի։ Հիմա օրինակ դրանից հետո երբ որ գնում են հաջորդ ներդրումը բերելու, այդ հաջորդ փուլում եք դուք ձեր մասնաբաժինը ծախում, թե սպասում եք մինչև մեծանա։ Սպասում ենք մեծանա, գոնե մի 3 ռաունդ սպասում ենք, թվերով ասենք, առաջի ռաունդը ընտրենք լինում է $4 million valuation-ով, ու մենք ունենում ենք այդենք 200,000 ենք ներդնում, ունենում ենք 5% փայ։ Հետո դառնում է $20 million կամպանիա, հետո դառնում է 100, հետո ասենք 400, այդ 300-400 միլիոնովի ժամանակ ծախելը մեր ամենալավ տեղն է, որտեղ տես making 100x փողը հետ ենք բերում։ Բայց ամեն ռաունդով նաև ձեր մասնաբաժինը փոքրանում է, չէ՞։ Հարաբերական 15%-ով փոքրանում է, բայց մենք հաճախ իրավունք են մեզ տալի մեր ստարտափները, որ մենք այդ տեղը ոնց որ լրացնենք, էլի մեր ֆոնդով։ 5 գնով թե նոր գնով։ Չէ, 5 գնով ֆանտաստիկ կլներ։ Այդ արդեն գցել կլներ։ Չէ, նոր գնով։ Մեկ անում ենք, մեկ չենք անում, այդպես։ Հա։ Կոպիտ ասած ֆոնդը իր փողը միանշանակ հետ կբերի։ Ամեն ինվեստմենտը որ անում ենք, նենց ենք հաշվարկում, որ այդ այնքան հաջողված պետք է անետ ինվեստմենտը, որ ամբողջ ֆոնդը հետ գա, բայց լավ սցենարին է, որ գոնե 3 անգամ փողը հետ գա, որովհետև եթե տենց չի, ավելի լավ են մեր ներդրողները ներդրում անեն միջազգային շուկաներում, այլ ոչ թե venture-ային ֆոնդի մեջ, էլի։ Իսկ լավագույն ֆոնդերը 4x, 5x են անում 10 տարվա մեջ։ Հա։ Այսօր ծանոթներից մեկի հետ է խոսում, դե Ամերիկայի շուկան այդքան լավ վիճակում չի, Հայաստանում շատ մարդիկ նոր են սկսել ինվեստմենտ անեն, շուկան տրակել է 3 առաջ օրը շատ մարդիկ պանիկայի մեջ են, այդ որ միջազգային շուկա ասեցիր։ Այդ լավ է, բայց շատ լավ է, հա, ես ասի ժողովուրդը տենց եթե երկարաժամկետ եք ուզում, շատ լավ է, էլի առեք է ժանով։ Warren Buffett-ը, որ համար մեկ ներդրողն է այդ public market-ներում, cash-ի իր պաշարը $300 միլիարդ է հասցրել։ Սպասում է մարքեթը վարի գնա, որ էժանով լիքը բան առնի։ Հա, էժանով լիքը բան կառնի ու մարքեթը էլի կփոխվի։ Հա, տեսնենք ինչ կլինի, չգիտեմ, բայց հետաքրքիր է որ Հայաստանը արդեն շատ մարդիկ սկսում են իրենց հնարավորությունները ոչ թե անշարժ գույքի ու ավանդ դնել, այլ նաև փորձում են ստարտափների ինվեստ անեն, միջազգային ընկերությունների պարտատոմսեր գնեն, կարող բան անեն, ստոքեր առնեն, ակցիաներ միջազգային ընկերությունների։ Հա, ստարտափների մասով երևի մի 200 մարդ կա, որ ինչ որ ձև արդեն կամ մեր ֆոնդերում, կամ մյուս ֆոնդերում, կամ որպես հրեշտակ ներդրումներ է արել։ Բանայով օրինակ։ Հա, օրինակ բանայով կամ այկայով կամ ստանով, մի քանի angel network-ներ կան, կամ որ անհատներ որպես պրոստա արել են ներդրումներ։ Հասկացա, այսինքն քո գնահատմամբ շուկայի վիճակը լավ է Հայաստանում։ Շատ փոքր է շուկան։ Լավ լինելու համար ոնց որ եթե անեք այդ մեր պորտֆոլիոյի մեջ մեկը unicorn դառնա, հա, որը ագին ռեալ է, ոնց որ 5 տարվա ընթացքում ինչ ստարտափ կա, բոլորի մեջ invest են կան։ Եթե հաջորդ Pixar-ը մեր մեջից դուրս գա, ոնց որ մեր ներդրումներից փողը հետ կգա։ Իսկ Pixar-ը IPO կգնա։ Հուսամ։ Հուսաս։ Շատ կուզեի։ Հա, դե հայկական ֆաունդերներով առաջի այս վերջի տարիներին որ գնաց IPO բաններ, չէ՞, Service Titan ուրիշ չենք ունեցել։ Կարող է ունեցել ենք 2000-ականներին։ Օրինակ Ադամի, հա, Voyage-ը։ Ինչ Voyage-էր։ Virage Logic։ Virage Logic, հա, Voyage։ Էլի վստահ եմ եղած կլինեն, բայց այս մասշտաբի որ 10 միլիարդ տանոց IPO լինի, իստը չեղեր։ Հա։ Առաջի օրը IPO-ի օրը 40% միանգամից աճեց։ Հենց 40% աճով բացվեց։ Ես 3 հատ ակցիա առել։ Ինչ արժեր մի ակցիա։ $100, բայց հիմա տենց լավ ինքն էլ անգել։ Բոլորն են անգել։ Նորմալ է հիմա շուկայի վիճակն է տենց։ Ես տենց սիմվոլիկ իրան շատ երկար պահել եմ, որ IPO-ի օրը հայկական ստարտափի ակցիա առել, այդ ինձ չգիտեմ, դուր է գալի։ Կապ չունի մի հատ, երկու հատը, բայց հաստատ։ Մեկ էլ հաճելի էր, դե ոնց էին նկարագրում, որ ասում են Հայաստանից մինչև Glendale, Los Angeles բոլորին բարևում ենք, բոլոր service title-ների աշխատակիցներին։ Հա։ Ոնց որ Nasdaq-ից պատմում էին հայ էմիգրանտների պատմությունը,
Հա, շատ հաճելի հուզիչ բան էր։ հա, այդ տենց ոնց որ լիքը մարդու տենց պատմությունները դուխ են տալի, ոգևորում են։ Նո չգիտեմ, հալալա տղեկին։ Հաստատ լիքը մարդու կոգևորի, որ ավելի շատ վիզ դնեն։ Մեր ոդքասթին Վահեին կանչել ենք ու տենց ինքը Կիրովականից է։ Հա։ Տենց ասում էր Կիրովականցի գնացի Վանաձորցի հետ եկա։ Որտեւ գնացել եմ ոնց որ 80-ականների թե 90-ականների սկիզբ ու հետո որ հետ ա եկել արդեն օֆիս բազի սերվիս թայտնի, արդեն Վանաձոր էր ուրիշ Հայաստան էր էլի։ Ու տես 10 տարի ոչ մի չի ստացել մոտները։ 2007-ից ոնց որ 15 թիվը ընդհանրապես revenue չեն ունեցել։ Ասում եմ կինս կռվերանում, ասում եմ փող բեր տուն, որ երեխքի ոնց որ հարցեր լուծենք։ Ու հետո տես շուտով փոխվել է մոտները ու սկսել են գմփսնել։ Դե չգիտեմ, երևի իմ կարծիքով բիզնեսի մեջ ամենակարևոր հատկություններից մեկը, որ դու կարաս ունենաս, ընդհանրապես բիզնեսի չէ, համարյա ամենտեղ դա աշխատում է, մեդիա կլինի, սպորտ կլինի, ամենտեղ անձնական հարաբերություններ, այդ համառությունն է ու consistency-ն։ Այսինքն համառ, հետևողական աշխատելը։ Երկուսն իրար փող լրացնում է։ Ես միշտ ասում եմ, այս ոդկասթը սկսեց աճի, երբ որ մենք սկսեցինք ամեն 5 շաբթի օրը դնենք։ Առանց բացառությունների ինքը պետք է ամեն շաբաթ դուրս գա։ Դա փոխեց լիքը բան։ Ու համառությունն է, որ անընդհատ դժվարություն առնում, օրինակ, այս վերջերս ախպորոստանը տենց նստած խոսում ենք, որ խոսակցության թեման էր, որ ինչքան դարել է ամեն ինչ անկանխատեսելի, բայց երբ որ պատմությունն ես մի քիչ կարդում, ուսումնասիրում ես, հասկանում ես, որ միշտ ամեն ինչ եղե շատ արագ փոփոխվող, անկանխատեսելի։ Հիմա հա կարող է սմարթֆոնների ինֆորմացիայի ու ամեն ինչի ինտերնետի պատճառով ինֆորմացիայի հոսքն էլ ավելացել ու թվում է թե ամեն ինչ ավելի արագ է, բայց պետքա գիտակցենք, որ մեկը ալնելու այդ, չգիտեմ, ճգնաժամները, մեկը փուլերը ալնելու, որ աճ ալնելու, ինչ որ փուլում կոմոդ ամեն ինչ ստացվելու, ինչ որ փուլում չի ստացվելու, ու այդ տենց ոնց որ շատ բնական ճանապարհ է, որի միջոց բոլորս անցնում ենք ու ինչքան շուտ դա գիտակցես ու դրա հետ համակերպվես, որ տենց է փոփոխվում ու դու պետք է համառ եղնես ու այդ փոփոխության մեջ կարողանաս քո ճանապարհը հարթես, համբերատար, դանդաղ, շատ անգամ տեղ կա շատ դանդաղ է գնում, տեղ կա միանգամից արագանում է։ Օրինակ, չգիտեմ, Crispy Tenweb-ի պատմությունն է, որ հիմա պատմես, համոզված եմ, տենց պիրուդներ եղել են։ Հա, հաստատ։ Մարդու տեսանկյունից համաձայն եմ, բայց product-ի ու բիզնեսի տեսանկյունից երևի այդքան էլ չէ։ Ինչի։ Որտեվ մարդը ամբողջ կյանքը պայքար է, դու պետք է անդադ պայքարես, որ հաջողվես ամենտեղ, անձնական հարաբերություններից մինչև պետություն ստեղծել, հա, կամ բիզնես ստեղծել, բայց կոնկրետ բիզնեսում կարող է ինչ էլ անես չստացվի, որովհետև կարող է չկա product market fit, այսինքն քո product-ը պետք չի մարկանց։ Դե փոխած ուրիշ բան սկսես։ Հա, ես pivot-ի մասին խոսքը դրա մասին չի, միանշանակ կարող է ինչ-որ մի փուլում հասկանաս, որ էս պետք է կանգնացնես ու նորը սկսես։ Այդ համառությունն էլ է մեկը, որ այդ է պետք է որպես անձնական հատկանիշ միանշանակ համաձայն եմ։ Պետք է գիտակցես, որ ինչ-որ մի պահին, որ արդեն կարող է բավարար հերիք է, որ դու սրանով զբաղվես ու փոխես։ Այդ հա, այդ միանշանակ ճիշտ ես ասում։ Crispy, բայց pivot չի արել, չէ՞, դի ոնց սկսել եք, տենց գնացել եք։ Ուզում եմ հասկանամ այլ, չէ, ոչ չարել է։ Որ կետնում։ Որ noise cancellation-ը ստացվեց, այդ COVID-ը եկավ, մի անգամ սկսեց բիզնեսը աճել, բայց լավ հասկանում ենք, որ ինքը ընդամենը մի հատիկ ոնց որ գործիք է ու շուտով ամենտեղ լինելու է ու անվճար։ Մտածում ենք, որ ուղղությամբ գնանք։ Սկզբում մտածում ենք սարքենք հայերեն չգիտեմ բառը ոնց է coach, որ քեզ օգնում է ավելի լավ խոսես։ Հա։ Միտինգների ժամանակ, ասենք հաշվում է դու քանի տոկոս ես խոսել, ինչքան ես ընդհատել։ Ես այդ feature-ը հիշում եմ։ Հա։ Դրանց այդ ենք սարքում մի 2 տարի, հետո բայց հասկացանք, որ պետքա նզբան սարքենք, որ ավելի մեծ խնդիր է լուծում, ավելի մեծ ցավ է լուծում։ Դες լավ համացում կա, ասում է ոնց որ coach-ը քեզ խորտ տվողն է, իսկ assistant-ը քո համար գործանողն է։ Հա։ Ու եթե ինչ-որ բան որ քեզ պրոստը խորտ են տալի, համատես նրա հետ թե քո տեղը գործ են անում, դու որը կուզեիր, բարձր երկրորդը։ Ու դրա համար երկրորդը ավելի մեծ բիզնես է։
Ու հիմա արդարացնում են իրան։ Հա։ Հասկացա։ Իսկ Tenweb-ը Թեև մի 6 անգամ ենք pivot արել երևի։ Սկզբում սարքում ենք WordPress agency-ների համար das management tool, հետո սարքում ենք ուղղակի hosting, հետո երկուսն չենք կարող առաջ տանենք։ Հետո այդ AI գաղափարը եկավ, մինչև ChatGPT-ներ 21 թիվը։ Դա սարքեցինք, հետո ChatGPT-ն եկավ, բարձրացավ, որ AI website building-ը շատ կարևոր բան է մարդկանց համար, ու ստացվեց։ հիմա ոնց որ ճիշտ product-ը գտել եք, որը կարող լավ scale անեք։ Հա, շատ կարող scale անենք։ Մեր ամենամեծ մրցակիցը Shopify-ն է։ Հա։ Իրանց revenue-ն մի 8 միլիարդ է։ Market cap-ը վաղուց չեմ նայել, բայց 100 միլիարդ պլյուս է։ Հա, իրանք Կանադայի ամենամեծ ընկերություններից մեկն են։ Հա, ես էլ եմ Shopify-ով ինչ-որ product-ներ launch արել, վաճառել եմ, շատ լավ աշխատող սերվիս է, բայց այս վերջերս իրանք է խնդիրներ ունեն։ Հա, չգիտեմ ինչ խնդիր։ Ինֆրաստրուկտուրայի հետ հատկապես չգիտեմ, երբ որ լավ պիկեր աղնում շոփինգի խնդիրներ են ունենում։ Անգլերեն ասում են good problem to have։ Հա, հա։ Հասել են այդտեղ, որ այնքան մարդ օգտվում է այս պլատֆորմից, որ սերուցը լավ չի աշխատում։ Հա, հա, մի պարտվի թերում շատ էին բողոքում, բայց ոնց հասկանում եմ, էլ աշխոս չի ընկե բողոքներ, ոնց որ կարողացել են այդ ինֆրաստրուկտուրայի հարցը լուծել։ Գիտես նաև ինչ է ուզում, ինչ կուզեի քո հետ խոսանք, օրինակ ոնց եք հասկանում, որ այս օրինակ պիվոտներից խոսացինք, չէ՞, պարզ է դառնում, որ IT-ի մեջ, տեխնոլոգիաների մեջ այն ինչ որ սկսում ես, շատ անգամ այն ինչի որ անում ես։ Հա, կարելի ասել միշտ։ Հիմա օրինակ, չգիտեմ, big story-ing, formula վիսին, ոնց եք հասկանում, որ արժե այս product-ի մեջ invest անել, այն գաղափար ունենալով, որ 2 տարի հետո ինքը կարող լրիվ ուրիշ բան լինի։ Այսինքն երևի ավելի շատ նայում եք այդ դիմացի մարդը ով է, հա։ Հա, շատ բարձ մոդել է իրականում։ Երկու բան ենք նայում։ Նայում ենք այդ մարդը ով է, ինչ background-ով է, ինչա մինչև այդ կյանքում արել, ինչի է հասել, ինչքան վիզ դնող է, ինչքան է պատրաստ է իդեայով, ինչքան է ոցավարված, ինչքան կարող է այդ բանը սարքելու, ինչքան է պատրաստ ու բաց փոխվելու։ Այսօր մարդուն ենք նայում founder-ին, ու երկրորդը նայում ենք այդ ոլորտը, ինչքան հետաքրքիր է։ Ասենք եթե մեկը ուզում է հերթական taxi service-ը սարքի online, այդ երևի invest չեն կանի, բայց եթե օրինակ գա Uber-ի founder-ը ու ասի ուզում սարքեմ Ghost kitchen։ Չէ, կամ նոր տիպի taxi service, հա, այդ ժամանակ կարող է անենք։ Այսինքն շատ կախված է ով է ասում ու ինչ է ասում, ու երկու պարամետրն է, այսինքն ոլորտ ու մարդը, որ պատմում է դրա մասին, էլի։ Հա, ասինքն, հա, օքեյ, ոլորտը հասկացանք, եթե ճիշտ ոլորտ ես ընտրել, գալիս ես լավ պատմություն ես պատմում, շատ հավանական է, որ invest կարվի։ Հա։ Եթե դու այդ կրիտերիաներին բավարարող մարդ ես։ Հա, դրա համար է ֆոնդի անունը big story դրել։ Հա, it's all about stories։ Հայ, հասկացա։ Ժողովուրդ, ոչինչ եթե investment եք ուզում լավ պատմություններ մտածեք։ Ասեմ, մոտ երևի 500 հատ pitch ենք ստացել վերջի 3 տարվա ընթացքում ու 23 հատ investment ենք կարել։ Հա, կես տոկոս էլի։ Չէ, 5։ 5%։ Հա, 1.20 Ասես սխալ հաշվեցի, 500 հատ ստացել եք, 25 հատ արել եք։ Հա, հասկացա, դա ճիշտ հաշվեցի։ Բայց դա մենք հաշվեցի։ Մենք այդքան շատ ենք կարել, որովհետև Հայաստանի շուկան փոքր է, այնց միջին վիսին անում է 200-ից 1, այսինքն 0.5%։ 0.5%։ Այսինքն թիվը որ ասում էր, այնց ճիշտ է։ Հա։ Վիսի ինդուստրիի համար։ Այսինքն դուք ինդուստրիայից 10 անգամ ավելի հավանական է, որ ձեր մոտ կստանան։ Եթե հայես, հա։ Իսկ եթե չէ, չեն կարել ոչ հայերի մեջ ներդրում։ այդ պրինցիպիալ է։ Big story-ում, հա։ Որտեվ դա ինքը որպես բիզնես կարա, ասենք 10 տարվա ընթացքում եթե շատ հաջողվի, այդ մեր 10 միլիոնը կդառնան 30 միլիոն, բայց մենք ներդնում ենք ուրիշ ներդրողների ոնց որ գումարները, ու մեր համար դրա շատ փոքր մասն է գալու որպես շահույթ, ինքը ընդհանրապես համեմատելի չի որպես բիզնես, Crispy կամ Tenweb-ի համար, Tenweb-ի հետ, ու Big Story-ն սկսել ենք հենց այն պատճառով, որտեղ ուզում ենք high founder-ներին օգնենք, ու դա անում ենք այդ գործը մինչև Big Story-ն, մեր մտքերով, կապերով, խորհուրդներով կիսվում ենք, ուղղակի Big Story-ն են ֆորմատները, որ
թույլատալի նաև ֆինանսապես օգնելու ու կայացնելու ոնց որ ընկերությունները։ Իսկ դուք ավելի շատ տենց investment տալիս եք ու աճ եք քաշում, թե նաև օգնում եք smart money-ա, հա։ Խորհուրդներ եք տալի մարդկանց հետ, coaching եք անում, հա։ Սկզբում ավելի շատ էին կանում անկեղծ ասած, բայց հետո որ պորտֆոլիոն մեծացավ արդեն 25 ընկերությունը դժվար է, բայց հիմնական բոլոր founder-ները ամիսը 1-2 ամիսը 1 քոլեր ունենք։ Ու դա պլյուս ստարտափները այնց են, որ ոնց որ investment-ը ստացա, պետք է գնա գործանի, product սարքի, մարքեթինգ անի, վաճառքները աճացնի, ու հենց ավելի հենց դժվարանում են, գայս են խորհուրդների, կիսվում ենք, ուրիշ ինվեստորներ հետ ենք կապում, փորձում ենք ոնց որ ինսայթներ տալ մարքետից, դա ամեն ինչ անում։ Իսկ այդ ամեն ինչը ո՞նց ես հասցնում։ CRISP-ը կա, TenWeb-ը կա, երկու ֆոնդում ինվեստոր ես։ Դե ֆորմուլան passive investor-ը, մակի ֆոնդում ինվեստ եմ արել, ֆորմուլան չեմ զբաղվում։ Չես զբաղվում։ Բայց Big Story-ով զբաղվում ես։ Հա։ CRISP-ով զբաղվում ես։ CRISP-ով շատ եմ զբաղվում։ TenWeb-ով զբաղվում ես։ Այո։ Ոնց ես հասցնում։ Ավելի ճիշտ արի գիտես, որ ավելի պրոդուկտիվ լինի, ոնց ես դու քո օրը կազմում։ Ինձ օրինակ հետաքրքիր է, որ կարողանաս մի քանի time management-ի տեսանկյունից time management-ի, չգիտեմ, կամ քո օրվա փիլիսոփայությունը տարբեր հարցեր որին ուզում ես պատասխանի։ Ուրեմն ամենակարևոր բանը ոնց ես հասցնում այդ հարցի պատասխանը առաջի կեսն է, որ շատ ուժեղ թիմ պետք է ունենաս։ Կանոնս top մենեջերներուն վստահում ես, ով ոնց որ քո մտածելակերպ ունեն, քո արժեքները ունեն ու պատրաստ են նույն ձև իրենց ուղղություններով վիզնել։ Պետք է նաև քո board team member-ները շատ ուժեղ լինեն։ Դա միակ ճանապարհն է ոնց որ լավ խոշոր բիզնես ստեղծելու։ Երկրորդը ազգային փիլիսոփայական տեսանկյունից ես ոնց որ շատ hands-on եմ, այսինքն լիքը գործերում կարամ գնամ մտնեմ, ես օրինակ sales եմ անում, marketing եմ անում, ծրագրավորման հետ կապված խնդիրներով եմ զբաղվում, AI հետ կապված խնդիրներով եմ զբաղվում եւ այսինքն ամեն տեղ փորձում եմ մտնել ու հասկանալ ինչ է կատարվում, լավագույն լուծումները տալ, բոլոր jumping gas քարերը հեռացնել մարդկանց համար, բայց դրա հետ մեկտեղ նաեւ ժամանակի հանդեպ շատ զգայուն եմ, այսինքն դաս գրաֆիկս հստակ գծած է, ամեն րոպեն հաշված է, որ միտինգների համար ժամանակները հատկացրած են ու միշտ կենտրոնանում եմ կամպանիաներում ամենակարևոր խնդիրների վրա։ Եթե բայն օրինակ CRISP-ում ես բայն մի քանի product ունենք, մի product-ի sales-ի խնդիրը կար, այդ գիտեի որ շատ կարևոր է, որովհետեւ ես անեմ, անունդեթի founder-led sales process սկսեցի։ Ու ժամանակից 1/3-ը դրա վրա էր գնում։ Հիմա ես 2 ամիս արեցի, հիմա առաջի մարտուն այդ ուղղությամբ վերցրել ենք ու delegate եմ անել, ու արդեն գիտեմ ինչ է։ Հայաստանից թե դրսից։ Այս դեպքում Հայաստանից։ Ու փորձում տենց անընդհատ գտնել ամենամեծ խնդիրները կամպանիայում, դրա վրա ֆոկուս լինել, լուծում տալ, delegate անել, անցնել հաջորդին։ Այդ հիմնական ոնց որ գաղտնիքն է, բայց նաև ասեմ, որ եթե մի բան անեի, կարող է ավելի շատ հաջողվի, այսինքն ֆոկուսի խնդիրը կա մեկը։ Շատ մեծ կա, ասենք CRISP-ը դեռ հավատում եմ, որ կարող է լինի շատ մեծ ընկերություն, ասենք դժվար է ասել, կարող է 100 միլիարդ ընկերություն լինի։ Ու երբ որ կողքից կա, չգիտեմ, Big Story-ին, podcast-ը, TenWeb-ը, հասարակական գործունեություն, տարբեր տես բորդերում եմ եւ այլն, ամեն ինչ ժամանակ է խլում ու հետաքրքրում։ Բայց իմ բնավորության դեպքում, ասենք, շատ իմ համար դժվար կլներ մի բանի վրա այդ աշճանի ֆոկուսը լինել։ Ասենք կոպիտ ասած դու լավ հասկանում ես քո ուժեղ ու թույլ կողմերը ու ըստ դրա ես կազմել քո բիզնեսների ակտիվությունը։ Ասենք չես կարող մենակ մի բանի վրա աշխատես։ Անկամ եթե գիտակցում ես, եթե տենց անես, արդյունքը կարող ավելի մեծ լինի։ Հիմա CRISP-ը սկելին է հասել, որ երևի կարա է, բայց երբ որ նոր ենք սկսում, մի քիչ սխալ եմ արել այդ մասը, հաճախ կապակով ասում եմ ամենամեծ հիմարությունն է, որ արել եմ, զուգահեռ 2 ստարտափ սկսել է։ Հիմա այս քերին է CRISP-ը, որ նույնիսկ եթե օրը 16 ժամ CRISP-ում մենակ աշխատեի, էլի անելու բան կլինի։ Իսկ Դավիթը մենակ CRISP-ում է, չէ, ինքն է ուրիշ ստարտափն է։ Big Story-ում է կա, ստարտափում է։ Պոդքասթն է կա դե այդ 3-ով եք, չէ՞, անում դու Արտոն Դավիթը, Big Story-ն ու պոդքասթը։ Բայց Դավիթը նայում է ուրիշ ստարտափ սկսել, իմ ջրերն անգել։ Շատ դժվար է իրական մի բանով զբաղվել, ես եկարամ իմ փորձից ասեմ։ Դե բայց Հայաստանի խնդիրն էլ է ասեմ քեզ։ Հա։ Քանի որ մեր երկիրը շատ փոքր է, ու տենց որ նայես ամենահաջողված մարդիկ, ամենահաջողված բիզնեսմենները ինչ ասես անում են, չէ՞։
հիմնականում տենց մեծ գրուպներ են, որ 20 հատ ոլորտում կան։ Ռազմարտունաբերությունից մինչև հագուստի վաճառք։ Բնականաբար տենց ոնց որ քո ուղղը մեջ դրված ասած փոքր ենթագիտակցության լեվելի վրա, որ պետք է դու էլ անես տենց։ Նաև գիտես, ինձ թվում է մի փորձում եմ մտածեմ քո հետ, կարող է նրանից է, որ Հայաստան քիչ մարդիկ կան, որ ռեալ ուզում են այդ խնդիրները լուծեն ու պատրաստ են այդ պատասխանատվությունը վերցնեն։ Ու դու որ տենում ես այնտեղ խնդիր կա, ուզում ես լուծես։ Ուզած չուզած, որովհետև տեմ ես ուրիշ մարդ չի ուզում դրանով զբաղվի, դրա համար ստացվում է, որ մի քանի բանով ես սկսում զբաղվես, որը հա կարող է ֆոկուսի առումով լավ չի։ Դու գյուղի հերոսն ես, հա։ Հա, էլի գյուղի հերոս։ Լավ ասեցիր։ Լիքը գյուղի հերոսներ ունենք։ Իսկ ոդկաստ ոնց սկսեցիք։ Ինչի եք անում։ Ինչների տա պետք էլի։ Շատ founder-ներ նոր սկսվող, որ կամ ուզում են բիզնես սկսել, գալի հարցեր են տալի տարբեր, ու տենց 5 րոպե խոսում ենք, հետո ասում ենք, օքեյ, մենք գնացինք մեր գործին, ու այդ հասկանում ենք, որ մեր գիտելիքը չենք կարող փոխանցենք, ուզում ենք Հայաստանում միջազգային բիզնես մտածելակերպ ունեցող մարդիկ շատ լինեին։ Պոդքասթը ամենա պլատֆորմն է, այսինքն հիմա մի քանի հազար մարդ կա, որ կայուն նայում եմ ես։ Հա, լավ հաճել է։ Ու լավ ֆիդբեքներ են տալիս։ Հա, շատ հաճելի է ոնց որ։ ես ոչ բոլորն եմ հասցնել նայեմ, բայց նայում եմ։ Ու իրական շատ լավ է որ այդ ոդկասթը կա։ Հəլիքը արժեքավոր մարդիկ նայում են ու ֆիդբեք են տալի, որ իրենց օգնել է։ Ասենք օրինակ, այս վերջից որ վային ենք հրավիրել service titan-ի, դա էր շատ հավես։ Օրինակ անձամբ իմ համար էր ոգևորիչ, որ Կիրովականցի լավ աղբերը կարացել է ոնց որ 10 միլիարդ տանոց անկերություն ստեղծի։ Ու ոնց մինչև սկսել է վայնասի, պետք է ոնց որ հայերեն խոսած, ինքը դժվարանում է էլի հայերեն խոսալ, որովհետև շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն, որ նույն ձև հայաստանցի մարդ կարացել է հասնել այդ լեվելին։ Հա, այդ միանշանակ շատ կարևոր է։ Մեր մոտը շուտով այն կլինի։ Պայմանավորվել ենք, որ Հայաստան գա անպայման rearrange կա։ Որ չգիտեմ, ինչքան շատ տեղեր իրանց մասին խոսան, այնքան լավ, որովհետև կարող է կրկնում եմ, բայց ոգևորիչ է այդ պատմությունն, օրինակ ինձ ասում են դու շատ ես օրինակ IT-ից մարդ կանչում, ասում եմ ինչի, որովհետև այդ մարդիկ կարողանում են միջազգային շուկայում հարց լուծեն, չլնելով այդտեղ։ Շատ անգամ ստեղ Հայաստանից դու կարողանում ես product ծախես Ամերիկա, որը շատ բարդ է, էլի։ Օրինակ ես Ամերիկայում դպրոց եմ գնացել, շուշտ է գնում գալիս եմ, ու երբ որ շուշտ ես գնում գալիս, դու հասկանում ես, որ այդ մարդիկ շատ տարբեր են մեզանից։ Ու ստեղից ընդեղ ինչ-որ մի բան անելը շատ բարդ է, ու մարդիկ եթե կարողանում են դա անեն, նմանատիպ աննորմալ մրցակցությամբ շուկայում, պետք է իրանց մասին իմանան ուրիշները, որտեղ այդ ոգևորիչ է։ Նաև որ Հայաստանը, եթե այսպես օբյեկտիվ նայենք, էլի, մինչև 91 թվականը սովետական բլոկի մաս էր, հիմա տես կապիտալիզմը սկսել է զարգանալ, բայց դեռ Ամերիկայից համախառն ներքին արդյունքով մի շնչ չեն գնող 10 անգամ հետ ենք, այսինքն 10 անգամ կարող զարգանա Հայաստանը։ Որ հաստի Ամերիկայի հիմիկվա լեվելի։ Ամերիկան այդ ընթացքում էլ ավելի հեռու։ Այսինքն ասածն է, որ մտածելակերպը փոխվելու է երկրում, տնտեսությունը զարգանալու է, երկրը հզորանալու է, եթե այդ գիտելիքը շուտ գա ու մարդկանց մոտոր մտածելակերպը փոխվի ու ինձ թվում է այդ առումով IT տեխնոլոգիական ոլորտը այնց այդ մարդիկ են, որ ամենաշատն են շփվում դրսի հետ։ հա։ Արի մի քիչ փիլիսոփայական հարց տամ, էլի։ Քո կարծիքով խոսացինք այդ մենտալիտետից, մեկ է ինչ որ սահմանափակող թեման է։ Մեզ ինչն է ամենաշատ սահմանափակում, որ մենք չենք կարողանում մեր արտադրողականությունը բարձրացնենք։ Օրինակ, այդքան տարբեր մարդկանց հետ աշխատելուց, համ դրսում, չգիտեմ, Ամերիկայում թիմակիցներ ունեք, Եվրոպայում թիմակիցներ ունեք, Հայաստանում մեծ թիմ ունեք, տարբեր ոլորտներում աշխատել ես, մենք առաջի անգամ հանդիպել ենք իրար հետ, երբ որ դու լրիվ ուրիշ բանով ես զբաղվում, ես լրիվ ուրիշ բանով եմ զբաղվում, ասենք հարուստ աշխատանքային պատմություն ունես, էլի։ Ինչն է մեզ սահմանափակում, որ մենք կարողանանք դառնանք ավելի արտադրողական, ավելի շատ կարողանանք արդյունք տանք, ավելի բաց լինենք փոփոխության։ Մեզ ում։ Ինչը։ Մեզ վրացած մեզ սահմանափակում նկատի ունես։ Հայերին։ Շուկան, այսինքն ու գիտելիքի չափը։
Այսինքն եթե վերցնես շո մեկին, չգիտեմ, ֆինանսիստ, որ աշխատում է X ընկերությունում, ինքը այդ շուկայում է աշխատում, այդքան է իր գործը արտադրվում, ու արտադրականությունը էլ ինքը ուժամ աշխատում է նույն ռեպորտները սարքում, որ Ամերիկայում իր ոնց որ անպացхан մասնագետնա սարքում, բայց քանի որ շուկան փոքր է, ինքը այդքան է ստանում։ Իսկ դա օբյեկտիվ է դա։ Դու ավելի շատ ոչ թե աշխատավարձի մասին, այլ կատարած աշխատանքից ավելի, օրինակ, չգիտեմ, միջին ֆինանսիստը լավ հաշվապահ ամերիկյան ընկերությունում ու միջին հաշվապահ հայկական ընկերությունում համոզված եմ, եթե զուտ ստատիստիկային միջինացված նայենք, նույն ծավալի աշխատանքը չեն անում։ ԱՄՆ-ում կամ Եվրոպայի ինչ-որ առաջատար երկրի աշխատակիցները ծավալային առումով անում են շատ ավելի շատ աշխատանք, քան օրինակ անում ենք մենք։ Ու ես է հաստատ շատ ավելի քիչ եմ աշխատում, քան օրինակ նույն հավասարաչափ Ամերիկայի Քան Ջո Ռոգան։ Ջո Ռոգանը շաբաթը 4 հատ անում, ես մի հատ։ Դե շուկան է մի բանը, որ շատ տարբեր է, մյուսը մտածելակերպն է, այսինքն դժվար է անդադ մտածել արտադրականություն բարձրացնելու մասին, ու ոնց որ մտածել թե ինչը կարաս ավտոմատացնես քո գործում, ինչը կարաս փոխես, քեզ ինչ գիտելիք է պակասում։ Այդ մտածելակերպը օրինակ իմ մոտ չի եղել։ Ես շատ աշխատասեր եմ միշտ եղել, միշտ ասենք օրը 10 ժամ, 12, 15 ժամ որոշ ժամանակներ աշխատել եմ, բայց չի եղել ինչեվ Կրիսպը սկսել է, որ անդադ մտածեմ, բա էլ ինչ անեմ, էլ ինչ սովորեմ, որ ավելի ուժեղ դառնամ։ Հիմա տենց ամեն օրվա լեվելի վրա է իմ մոտ։ Հա, բայց ոչ բոլորի մոտ է, չէ՞ տենց։ Ֆիրմաներում երևի 30% մոտ տենց է։ Իսկ մնացած 79-ին հետ ինչ անել։ Պետքա շուկան ստիպի որ փոխվեն։ Օբյեկտիվ իրականություն կա։ Այսինքն եթե ինքը աշխատում է Կրիսպում ու ունի շատ բարձր աշխատավարձ, պահանջը փոխվելու ավելի ուժեղանալու, այնքան ազգում ինչին հապատասխան ինքը փոխվում է։ Եթե սկսես շատ pressure անել, շատ պահանջել, փոխվի։ Բայց մարդիկ այդ մասը ինձ թվում է լավ չեն հասկանում հաճախ, որ ոնց որ եթե Crisp-ը մրցակցում է, չգիտեմ, Otter-ի հետ, մեր մրցակիցներից մեկն է, ի վերջո այդ մրցակցությունը երկու թիմերի միջև, սկսած հիմնադիրներից մինչև junior ծրագրավորող, մենք մրցակցում ենք ամեն մեկս մեր լեվելի վրա, ու եթե մենք այս թիմով հաղթենք ամեն մեկս Otter-ին, արդյունքում ֆիրման կհաղթի մյուս ֆիրմային, էլի։ Դա Բայց լավ համացում կա, ասում եմ, տենց ստարտափները շատ grand ակումբներին են նման ֆուտբոլային, որտեղ որ սպորտսմեններ են խաղում, ու ամեն մեկը եթե իդեալական խաղա ու նաև ճիշտ ձևով էդի կազմակերպվի ստրատեգիան, պետք է որ դառնաս տենց Բարսելոնա կամ հիմա չգիտեմ ով լավ թիմ։ Բարսելոնը մեկը լավ թիմ է։ Ինչքան էս վերջերս լավ չի ստացվում իր մոտ։ Հա, հասկացա։ Իսկ օրինակ դու որպես մենեջեր ինչ ես անում որ թիմը ավելի ուժեղ դառնա։ Ես թմբուկ խմբողն եմ կամպանիա։ Որ կամարտի գնան բանակա չեմ, կգնան հարցակվեն, բայց թմբուկներ եմ խփում, մարդկանց ներվերի վրա եմ ազդում, որ process-ները արագանա, դա մի գործս է։ Դրա մեջ մտնում է նաև ճիշտ ստրատեգիան, ճիշտ որոշումներ կայացնելը, դրա մեջ մտնում է, երբ որ խնդրեմ ունի ինչ-որ մեկը ինչ-որ գործի մեջ գնալ հետը նստել գործ անել, որ մոտիվացվի ուժեղանա, գնալ լուծի։ Դրա մեջ մտնում է ճիշտ մարդկանց բերելը կամպանիա, դրա մեջ մտնում է մրցակիցներին միշտ հետևելը, դրա մեջ մտնում է քո ձեռքով ինչ-որ բաներ սարքելը, դա շարունակ։ Հասկացա։ Իսկ թիմից արտագաղթ կա։ Շատ քիչ։ Շատ քիչ։ Շատ քիչ։ Այդ առաջ ամեն կամպանիայում եթե վերցնենք այն հիմնական 30 հոգին, կարող է վերջին 7-8 տարում 1 կամ 2 հոգի դուրս եկան։ Հետաքրքիր է։ Որտեղ ոչ բոլորն այդ ոչ բոլոր տեղում այդ պատկերը։ Հա, մեր այդ հիմնական team member-ները կամպանիան իրանցն են համարում։ Իրանցն է, ոչ թե իրանցն են համարում։ Մասնաբաժին ունեն։ Որը մասնաբաժին ունեն, իրանք են սարքել զրոյից, կուլտուրան իրանք են կամպանիան էլի մեծ այժմ, որ մտածած ինչա բիզնեսը, մարդկանց համախումբ են, հա։ Հիմա եթե համարում են իրանցը, ուր պետք է գնան ոնց որ։
Հասկացա։ Իսկ CRISPR-ը որ մի պահ լավ մեծ սկսեցի քաչեք, հատկապես COVID-ի ժամանակ, ես հիշում եմ PR-ի վրա շատ ուշադրություն եք դարձնում, որովհետև անընդհատ տարբեր տեղերից CRISPR-ի մասին լսում եմ, եւ շատերս է հենց տենց ենք լսել, ով որ ինդուստրիայից դուրս է։ Այդ ինչի համար է կան, որ Հայաստանի մասն է։ Որ կարողանաք լավ թիմակիցներ ունենաք, թե ինչն էր պատճառը, թե կարող չեք արել, պրոստը սա խոսում են ձեր մասին, որտեղ տենց լավ պրոդուկտ էր։ Դե իստմա երկուսն էլ, այսինքն համ լավ պրոդուկտ էր ու միջազգային մեդիաներ մեզ շատ սիրում, չգիտեմ Times-ը համարել էր տարվա invention, Forbes-ը եւ այլն։ Այսինքն տենց անընդհատ խոսում էին մեր մասին, պլյուս մենք ենք շատ սիրում խոսալ մեր մասին։ Ու մարդիկ կանչում են ինտերվյուների, ես էլ Դավիթն էլ գնում ենք, կիսվում ենք, Facebook-ում ենք post-եր գրում, LinkedIn-ում եւ այլն ու ոնց որ լավ employer brand ստեղծեց մեր համար, CRISPR-ի համար։ Որ կարողանաք ունենաք, չգիտեմ, լավագույն թիմակիցներին։ Օգնեց։ Աստված շատ ուժեղ թիմ ունենք։ Հա։ Ու միշտ գտնում ենք ուժեղացնել այդ թիմը։ Այսինքն եթե ստարտափները երբ խորտ կտար PR-ով զբաղվեն իրենց սեփական։ Որը բիզնեսն է։ Շատ լավ բան է PR-ը, կարողանում ես անել։ Հա։ Մինուսները են, որ եթե դա վատա ստացվում ինչ-որ բան։ Դա կստացի Հայաստանը շատ կերկվող սցենար է, երբ որ ահա շատ PR են անում, հետո ոչ մի բան չի դառնում։ Ամերիկայում էլ։ Ամերիկայում է, հա։ Անգամ դա ամենաբարձր մակարդակով եթե նայես, օրինակ Elon Musk-ը ինչքան բաներ է, չէ՞, խոսք տալի, հետո ոչ մեկ իրականություն չի դառնում։ Չի կարող անի, ոնց որ ասել է քիչ։ Պետք է կարողանաս, ասենք այդ ինչ է, the boring, հա։ The boring-ը հա այդ բաները իրանց թունելները։ Չեղավ իրանց։ Հա դժվար է։ Ես երեք մի հատ վիդեո եմ նայում, New York Times-ում հետաքրքիր ժուրնալիստ կա, Էզրան է, չգիտեմ, լսել ես իր ոդկասթները թե չէ, խոսում էր, դե իրանք New York Times-ի ժողովուրդը շատ ավելի դեմոկրատ են, քան հանրապետական։ Ուլտրալիբերալ։ Հա, բայց Էզրան ես չի ասի, որ ինքը ուլտրալիբերալ է, որովհետև հենց այդ վիդեոն նրա մասին էր, որ օրինակ Կալիֆոռնիայում 30 տարի առաջ որ մի քանի միլիարդանոց պրոյեկտը որոշեցին, որ անեն արագ գնացքների, որ պետքա Սան Ֆրանցիսկոն միացվեր Լոս Անջելեսի, ինչի իրականություն չդառա, որ օրինակ շատ հետաքրքիր ու ամենամեծ պատճառներից մեկը խի այդ պրոյեկտը տենց երկար ձգձգվում ինչ խի այդքան թանկ, որտեվ լիբերալ նահանգներում, հատկապես Կալիֆոռնիայում, իսկ Կալիֆոռնիայում երևի վերջի 20 քանի 30 տարուց ավել հանրապետական բան չի եղել նահանգապետ շատ լիբերալ նահանգ է ինքը ուլտրա ոնց որ ահա որ շատ regulated է ահա որ շատ օրենքներ կան որ այդ process-ները շատ դանդաղացնում են ու նման environment-ում նման միջավայրում շատ դժվար է ինչ որ մի բան ստեղծել ամբողջ Եվրոպան է այսպես հա Իսկ օրինակ դուք խնդիրներ ունենում եք այդ մասով։ Շատ։ Համ Եվրոպա, համ Ամերիկա։ Ամերիկայում ավելի քիչ։ Եվրոպայում շատ տարօրինակ է։ Այդ GDPR-ը, AI Act-ը, որ սարքեցին, հələ տեխնոլոգիան չգիտենք ինչի մասին է, իրենք արդեն regulation-ն են սարքում։ Դասում այդ կարտակ կա, ասում է, Ամերիկան անում է ինովացիան, Չինաստանը անում է արտադրությունը, Եվրոպան անում է regulation-ը։ Բայց ես Եվրոպայում շնորհակալ եմ, որ iPhone-ների վրա Type-C զարյադաշնիկը ստիպեցին դնեն։ Հիմա մի հատ լարով սաղ կարող ես զարյադկա տաս կոմպյուտեր հեռախոս ամեն ինչ։ Ես տեսա որ այդ Ամերիկայի փոխնախագահ JD Vance-ը որ եկել էր այդ AI Summit-ին, Մակրոնի կազմակերպած, հենց ասලා մասն էր խոսում, ասում էր որ պետք է փոխել իր մտածելակերպը, այդ regulation first մտածելակերպը։ Ոնց որ Եվրոպայում նոր բան է դուրս գալի, այնքան են մարդիկ ոնց որ իներցիայով մտածում, ասում են ավելի լավ է օրենք անենք, որ չի կարելի է օգտագործել, քան թե տեսնենք ինչ է ալնելու էլ։ Հա, բայց այս վերջերս սկսեցին հասկանալ, որ պետք ոնց որ շատ վտանգավոր ստրատեգիա է ու AI-ի մեջ են ուզում ահագին փող ներդնել, բայց օրինակ նայ հետաքրքիր բան չէ, որ Եվրոպայի ամենաառաջատար AI ընկերությունը որտեղից է, Ֆրանսիայից։ Մի հատ պարզ պատճառով, որովհետև Ֆրանսիայում մինչև այսօր ատոմական կա, այնտեղ հոսանք էժան է։ Ուրիշտեղ չէր կարող ընդհանրապես մրցակից լինել, որովհետև AI-ի ամենամեծ ծախսերից մեկը compute-ն է, չէ՞, համակարգչային ոնց compute հայերեն ոնց են ասում։
հաշվականություն։ Հա, էլի, որի համար հոսանք հա պետք ու սարսվող համակարգ էր, որ Բայց չեմ կարծում դա պատճառը, որ Միստրալը Ֆրանսիայում է։ ինչի է։ Ընդհանրապես ստարտափ էկոհամակարգն է շատ ուժեղ Ֆրանսիայում։ Դե ոնց որ պետք է կամ լներ Անգլիայից, կամ Ֆրանսիայից, կամ Գերմանիայից։ Այդ իրեք ստարտափ էկոհամակարգ ունեցող երկրները դրանք են։ Միստրալը կարողացավ ճիշտ ժամանակին գնպստի։ Մանրամասները չգիտեմ խի հենց Միստրալը, բայց ոնց որ Ֆրանսիայում լավ սկսել է աճել ստարտափ էկոհամակարգը, այդ փաստը։ Դիքի ինվեստմենտներ կան, տարբեր ակսիատորներ կան, վիսներ կան, էկոհամակարգն էլ ծնում տանց բաներ։ Հա, իսկ դեր յուզերները մեծ մասը Ամերիկայից է, չէ՞։ Crispy։ Հա։ Բայց Եվրոպայել ունեք։ Հա։ Մոտ հետաքրքիր բան ասեմ, որ սա զմանում, երբ որ ամերիկացի հաճախորդ է գալի, միշտ խորանում է հիմնական հարցերը, որ տալիս է, ինչքան արագ է աշխատում product-ը, ինչ խնդիր է լուծում իր համար, ոնց ինտեգրացիան, ոնց ավտոմատացնի։ Եվրոպացիները որ գալիս են, առաջի 4 հարցը լնում է data-ն որտեղ եք պահում, GDPR-ին ինչքան compliant եք, security-ն ոնց է կազմակերպում։ Դա ամերիկացիներն էլ հետաքրքիր, բայց վերջում։ Որ հասկանում են ինչի համար է դրանց պետք է։ Դու ասում են, օքեյ, այդ լավ է կանոն թե վատ։ Իսկ եվրոպացիք առաջինը ոնց որ սխալ տեղից են սկսում։ Ստացին էս հետաքրքիր բան ասի, օրինակ Հայաստանում եթե տարբեր բիզնեսների հետ շփվես, ովքեր միջազգային ընկերությունների բանեն ներկայացուցիչ են, եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներն ու ամերիկյանը այդ առումով էլի տարբեր են ու համարյա ոնց նշեցիր նույն հարցերն են տալիս անգամ եթե Հայաստանում են, այսինքն այդ մշակույթը երկրներից դուրս էլ ազդեցություն ունենում այլի։ Ժամը 5-ին գնում են տուն, դիքը մարդիկ Եվրոպայում կամ գնում են սրճարանը մի բաժակ գինի են վերցնում ու նստում են։ Իսկ ամերիկաց մեծ բան կա Emily in Paris սերիալ կար նայելս, տապիկ սերիալ էր մի հատ։ Բայց խնդալու է։ Այդ ամերիկացի աղջիկ որ գնում է Փարիզ ու ժամը 8-ին գնում է գործի, մտնում ասում մարդ չկա օֆիսում, ժամը 10-ին նոր սկսում են գալ ու այնտեղ իր շեֆը ասում է մենք այդտեղ ապրում ենք, աշխատում ենք ապրելու համար, ոչ թե ապրում ենք աշխատելու համար։ Ամերիկացիների նման։ Ամերիկացիք ամբողջ օրը գործ են անում։ Հա, լրիվ տարբեր մտածելակերպեր է։ Իսկ ասեցիր բանը օրացույցը միշտ տենց ամեն րոպե նշած է։ Իսկ քո համար օրինակ ես ու ընկերս միշտ այդ թեմով իրար հետ կոնֆլիկտ ունենք, լավ առումով, էլի։ Դու ժամ ունես քո կալենդարում, որը ոչ մի բան չանելու համար է։ Ոչ մի բան չանելու։ Հա։ Չէ։ Բայց երբ ես նստում մտորում։ Գործի մասն է խոսքը, թե գործից դուրս։ Գործի մասին, գործից դուրս։ Դե գործի մասին ունեմ ժամ, որ ֆոկուս ժամ եմ գրում, որ կոնկրետ գործ ունեմ անելու, որ դոկումենտ եմ գրելու, email-ներ եմ գրելու, վիդեո եմ նայելու։ Չէ, ոչ մի բան պետք չի անել։ Դու այդ ժամը տրամադրել ես քեզ, օրինակ նստես, ոչ մի բան չանես։ Չէ, չունեմ։ Գիտեմ, մի քիչ տարօրինակ է հնչում, բայց հեսա կասեմ, խի։ Անձնականում ունեմ, ասենք շաբաթ կիրակի օրերը կամ արձակուրդների ժամանակ աշխատում եմ, միշտ չէ որ ստացվում է։ Աշխատում։ Որ տենց լրության մեջ կամ լավ ինքնաթիռում է տենց։ Ինքնաթիռում։ Հա, ինքնաթիռում։ Հա, իրականում ինքնաթիռում հեշտ է ֆոկուսել նրա այդ առումով, եթե կողքը երեխա չի գոռում։ Բայց միշտ կա այդ երեխան որ գոռում։ Հա, միշտ կա։ Իսկ իդեաներ, նոր մտքեր ոնց ես գեներացնում։ Անվերջ շատ են իդեաներ ու նոր մտքեր։ Հարցերն են, որոնք կանես, դա դժվարություն է։ Հա, ասինքն տենց կրեատիվության խնդիր չկա, որ նստես հատուկ։ Ոչ մի ուղղության մեջ չկա։ Խնդիրը թե որոնք կանես այդ ամենաբարդ բանը։ Ասենք մի օրինակ բերեմ, թեմեբից օրինակ բերեմ։ Հիմա product-ը սարքել ենք, հիմա 3 հատ ուղղություն կա։ Կարանք շարունակենք լավացնել, եղածը ոնց որ անընդհատ լավացնել։ Երկրորդը կարանք նոր feature-ներ սարքենք, օրինակ կարանք CRM սարքենք, դա էլ upsell անենք մարդկանց։ Ու երրորդը կարանք այս product-ը ուրիշ ձևով մատուցենք, օրինակ API սարքենք, որ ուրիշ սայթերը, ուրիշ product-ները մեզ օգտագործեն։ Որը պետք է անես։ Ու իրենքն էլ տենց նես չէ որ օթից իդեաներ են։ Հաճախորդներն մեզ ասում տեսնում եք որ հա դրա կարիք կա։ Հա, ռեալ տենց ստանում ենք։ Հիմա այդ որոշումը կայացնելը կարա կամպանիան սարքի միլիարդանոց, կարա սարքի այս փոքր կամպանիան էլի։ Իսկ ոնց է process-ը, ոնց եք որոշում որ պետք է անեք թիմով էլի։
Թե թիմով չի դու ես որոշում։ Վերջնական որոշումը կայացնում ենք ոնց որ top management-ով երկու կամպանիայում էլ տարբեր քննարկումներ ենք անում, մարքեթինգ ենք նայում, ոդքասթ ենք նայում անընդհատ, դեռ մենք որոշությամբ ենք գնում տեխնոլոգիաները, ստրատեգիաները, բայց վերջում տենց ագին բեթինգ է էլի։ Տենց ագին տենց թե որոշությամբ գնաս, շատ դժվար որոշում է։ Ու ամենավատն է ստարտափների մեջ, ամենամեծ ստրեսը տենց է իմ գալի, որ այդ որոշումները ամեն օր են։ Դա Ամեն օր հարց կա ոնց որ օրինակ մարքեթինգի այս channel-ը անենք, թե այս channel-ը անենք, գովազդները էֆեկտիվ չեն, շարունակենք շատ ծախսել, թե կչացնենք։ Անընդհատ ոնց որ այդ որոշում կայացնելու խնդիրն է դրված էլի։ ամեն որոշումը ինչ որ ապագա կտրում է, էլի։ Հա, ներկա է։ Հա, ու դժվար է հասկանալ, շատ դժվար է կանխատեսել ինչ ուղղությամբ կարելի է գնալ։ Այդ ստրեսը ոնց է հաղթարը։ Կամ ոնց է հաղթարում Սպորտով։ հա Սպորտ, մեդիտացիա, լավ սնունդ, լավ քնել։ Այդ 4-ը ամեն ինչ փոխում են։ սպորտ ինչով է զբաղվում Տարբեր ձմռանը դահոկ եմ քշում, ջիմ եմ գնում, մեկ կիլոգ եմ գնում։ հասկացա մեդիտացիա ես անում Հա, պարտադիր։ Շատ ամեն օր Համարյա։ եւ որ տեխնիկան ես անում Տարբեր, տես guided meditation app-եր կան, չէ՞, ասենք Calm-ը, Headspace-ը։ հա Դրանցից եմ օգտվում, Zen meditation եմ կարդում ու ոնց որ կիրառում, տարբեր բաներ եմ փորձում։ Բայց համարյա բոլորն է ըստ էության նույն բանն են, ոնց որ բերում են քեզ ֆոկուսի ու այդ մաքրում են։ հա Լավ օգնում է շատ։ ես բանն եմ օգտագործում Sam Harris-ի Waking Up-ը Вообще ինձ շատ է դուր կարի իր ոդկասթներն եմ լսում մի քիչ ուր ձև մտածող է հարցեր կա որ հետը կարա չես կարա համաձայն չի ստացվում համաձայնվել բայց ինքը որպես տենց կերպար ոդկաստեր գիտնական չգիտեմ գրող մեդիտացիայի Այդպես բան է, չէ՞, բայց աթեիստ է։ հա ինքը մեկ է մի քանի հոգու հետ ընդ 4 հոգի են հիմա չեմ հիշում անունները բան ունեին նոր աթեիստների movement տենց էր խմբի անունը բայց հետո ծրվեցին ինքը աթեիստ լինելով բայց նաև մեդիտացիայի կուլտուրան շատ է մտցրել ամնում ու իր այդ waking up ծրագրից շատ մարդիկ կան օգտվող չգիտեմ Թե Ջորդան Փիթերսոնից ավելի է օգերազատ։ Ջորդան Փիթերսոնը Ջորդան Փիթերսոնը ես գժվել եմ Հա, չեմ հետևել, ինչ ա եղել վերջ։ Դե գնաց բան դարավ քաղաքական կոմենտատոր դարավ էլի կոպիտ ասած Daily Wire չգիտեմ գիտես Daily Wire-ի հաղորդավար է դարել դա ոդկաստ ունի ու քաղաքականությունը շատ ակեր իշխում արդեն իր կոնտենտի մեջ էլի բայց հա այն ժամանակ որ ինքը նոր հայտնի դարավ շատ մարդկանց վրա ազդեցություն ունեցավ լավ առումով հատկապես սորինքներ նշում երիտասարդ տղամարդկանց իր հիմնական աուդիտորիան էր ու առաջի գիրքն է շատ լավ վաճառվեց ես իրան պատահական եմ հայտնում բերել YouTube-ում երբ որ 12 rules չէ այդ վախտերն էր նոր էր այդ գիրքը դուրս եկել YouTube-ով իր ինտերվյուն բերեց ալգորիթմը բան BBC-ում արա Քեթին Նյումաններ ոնց որ в общем BBC հայտնի հաղորդավարուհիներից մեկը իրան ինտերվյու էր անում այդ հետո չգիտեմ խի կլիկ արեցի ու որ այդ ինտերվյուում ինքը շատ սուր էր այն որ ամեն բառը ինքը գիտեր ինչ էր ասում հիմա ինքը միանշանակ տենց չի հիմա արդեն հա Իլոնին որ կանչել ինտերվյուի ում Իլոն Մասկին հա շատ տաղաճ չկարծեն նա Ես վերջերս է դե ինքը խնդիրներ ունեցավ լուրջ առողջական ինձ թվում է դրանից հետո ինքը տենց ուրիշ մարդ հետ եկավ էլի այդ էլ է հնարավոր որտեղ անտիդեպրեսանտների հետ լուրջ խնդիր ուներ չգիտեմ հիմա բայց բանը այդ էլ օրինակ Sam Harris-ը կլինի Ջորդան Փիթերսոնը կամ մնացած բոլորը Ջո Ռոգանի անունը տվեց ինքը օրինակ լավ օրինակ է այդ մարդիկ լավ օրինակ են մեդիան ոնց փոխվեց
ու որ ասում էր ծրագրավորման մասով, որ ծրագրավորումը էժանանալու դարով, այդ իմ ուղեղի մեջ բան մեդիան էի պատկերացնում էլի, օրինակ երբ որ YouTube-ը հայտնվեց, սմարթֆոնները հայտնվեցին, չգիտեմ, կամերաները էժանացան, մեդիա արտադրության գինը մոտիկացել է 0 էլի արդեն դու կարաս հանգիստ օրինակ ձեր ոդքասթը համոզված եմ նեն չի որ թանկ անստում չէ պրոդյուս անելը տեխնիկական մասով outsource են կարել մեր կամպանիա ուղղակի ոդքասթով ձայնագրում ենք հետո մեր կամպանիա վերցնում է edit անում հա որը հաստատ նույն արժեքը չունի ինչ որ ունի ինչ որ հանրային հեռուստաընկերությամբ կամ ցանկացած հեռուստաընկերությամբ հաղորդում բայց կարող է իր ազդեցությունը օգուտը շատ ավելի մեծ լինի ու համեմատական որ տանում ես ծրագրավորման հետ, հա ճիշտ ես ասում, ես ծրագրավորումն էլ է տենց դառնալու, ինքը դառնալու է շատ էժան, շատ հասանելի ու դրա պատճառով էլ ավելի հետաքրքիր ընկերություններ են առաջ գալու էլի։ Չգիտեմ ճիշտ եմ մտածում թե չէ։ Այս տեղ համաձայն եմ, օպտիմիստիկ տեսանկյունն է։ Ասում կան ոնց որ օպտիմիստիկ տեխնոլոգիական մարդիկ, որ միշտ օպտիմիզմի մասն են մտածում այդ քո ասած ձևին։ Հա։ Կան պեսիմիստիկ որ մտածում են AI-ը գալու է, որ այս գործերը խլի, չգիտեմ, տերմինատորները աշխարհը գրավելու են, ու կա ռեալիստիկ, որ ինչ անես մեկը ռեալիստիկ։ Դու ակի պետք է հասկանաս ոնց օգտագործես։ Հա, մեկը ալնելու է, օգտագործի լավ նպատակով օգտագործի, ինքը գործիք է, էլի տեխնոլոգիա։ Օրինակ մարդիկ, որ տեխնոլոգիան սկսում են բողոքեն, ասում են որ պատարակ խաղնել իր ժամանակին տեխնոլոգիա էր, նոր տեխնոլոգիա էր, որ մարդիկ ասում են վաու, այս ինչա, պատարակախ, արդեն կարելի է ձեռքով չուտել, ու երևի տենց ասում են այս վերացնել է մարդկությանը, տպագրությունը իր ժամանակին ինչքան վախենալու էր, հետո ինտերնետը, սմարթֆոնները, ամեն մեկը իր հետևից վատ հետևանքներ ունենում է, բայց ինձ թվում է այդ տեխնոլոգիաները իրանց հետ նաև բերում են մեծ դրական փոփոխություն, որն է նայենք տպագրությունից սկսած, հոսանքը, ինտերնետը, չգիտեմ, ատոմային էներգիան։ Դա օրինակ կա, որ ասում է 100 տարի առաջ, ասենք Ջոն Ռոքֆելլերը որ ապրում էր, ու մենք հիմա, ասենք միջին մարդը ավելի լավ ապրում, քան թե ինքը։ Հա։ Աշխարհի ամենահարուստ մարդը ոնց որ։ Հա։ Այստեղից դիտելը թռնել ինչ արժի 30 եվրոյով կարաս թռնես։ Հա, իրոք, ես էսա մի շաբաթից թռնելու եմ։ Չէ, մի քիչ, в общем, ապրիլի 6-ին մարաթոն պետք է վազեմ այնտեղ։ Վազելու թեման մտցրեցի։ Ապրիլի 6-ին մարաթոն ենք վազելու, գնալ գալու տոմսի իր հետ ընդամենը 90 եվրո է։ Հա։ 90 եվրո, բայց ես հիշում եմ առաջի անգամ որ Իտալիա թռա, այդ երևի 2010 կամ 13-ներ կամ 14-ը 600-700 եվրոյի կարգ էր, բայց այն ժամանակվա 600-700 եվրոն հիմիկվա հետ չհազարն է։ Հա, 1000-ն է։ Այսինքն ինչքան հասանելի է դառը, ինչքան ավելի հասանելի։ Հա, վիզաները որ ազատականացնեն Հայաստանի համար, իստիմատ անցուակի մարդիկ Եվրոպայի մեն արցակուրտները միշտ անելու էլի։ Հա, որտեվ ֆինանսապես այսօր Հայաստանի համարյա գներ է։ Եվրոպայում երկրներ կան, որ Հայաստանից էժան են։ Արի Հայաստան չասենք, Երևանի կենտրոնն ասենք, հա։ Լավ, Երևանի կենտրոն։ Okay, հա։ Դե մարդիկ որ ինչ-որ տեղ գնում են, շատ անգամ կենտրոնում են։ Հա։ Դե օրինակ Նապոլի են գնացել, Նեապոլ, հայրենիքը չէ՞, Նեապոլ։ Հա, Նեապոլ։ Նեապոլ անցած տարի ավելի էժան էր, քան Երևանի կենտրոնը։ Միանը 40% ավելի էժան էր։ Ու լավ ռեստորաններ են։ Հա։ Հա, կոֆե որ հաստատ Իտալիայում ավելի էժան է։ Մեր coffee house-ից ավելի էժան է, որ ամենաէժան տեղերից է համարվում։ Հա, հա, իսկ specialty coffee-ները ստե լավ թանկ են։ Ես չգիտեմ, բայց ես էլ եմ այդ օպտիմիստ առումով նայում, ինձ թվում է մեզ լիքը հետաքրքիր նորություններ է սպասվում ու տեխնոլոգիաներից ինձ թվում է պետք չի վախենալ էլի։ Իսկ Grok-ի հետ խոսացել ես վերջերս։ Ում հետ Grok-ի։ Չէ, ես բան եմ ChatGPT ու Claude եմ օգտագործում հիմնական։ Մեկը Perplexity։ Ուշքս գնում այդ գործիքի համար։ Այս Grok-ը ոնց որ 3 տարի ինչ AI կա, ասում էին պետք է լինի AI safety, այսինքն պետք է անես բաներ դնեն սահմաններ, որ չհասնես, օրինակ, չգիտեմ, անձնական սեքսուալ թեմաներով չպետք է խոսես AI-ի հետ, AI չպետք է դառնա քո ընկերուհին, չպետք է քֆուներով խոսա, հայոյանքներով խոսա։ Ու ամեն ինչ տենց է սարքես։ Claude-ին օրինակ հիմա iOS կարող ես բլոկ անել, էլի շուտ։ Հա։ Հիմա Grok-ը հանել է տարբերակ
Elon Musk-ի AI ստարտափն է, որ ոչ մի համապարակում չկա վրան։ Ու աշխատում է ավելի խելացի կամ նույն կարգի խելացի է, ինչ որ GPT-ին կամ Claude-ը, կարաս հետո օրինակ ասես podcast-ը դու կոնսպիրացիոն թեորիայի կողմնակից ես, նորը հարցրեցի։ Ու իմ թեորիան է, որ հայերն են աշխարհի ղեկավարում։ Սկսես հետո խոսալ, ասում հա, ճիշտ ասում ես, էլ այտենց մտածում, ասում անա Քիմ Քարդաշյանը մտել է Հոլիվուդ, ընդ ամենտեղ մտած է կառավարության մեջ են հայերը շատ, ու ասում այդ ամեն ինչը ղեկավարում է Սերժ Թանկյանը։ Հետո կարաս հետո խոսած ասում ես հիմա դու challenger ես, ինչ ասում challenge ես անում, ինչ խոսում ես չի համաձայնում հետո։ Ասենք ասում ես զվարճակի մեջ ջուրն է, ու ջուրը մարդ համար կարևոր, ասում ես ասում ինչի համար է կարևոր։ Ես քանի մարդ է եղել, որ ջրով սպանել են այդ մարդկանց, քանի անգամ է եղել, որ թունավոր է եղել ջուր, ու սկսում ես չէ challenge անել։ Կա որ հայանք դրով է այդ խոսում, դες վերջի վիդեոորակներով։ Դե մի քանի շաբաթ առաջ մեզ նոր ստարտափ տենց ահագին շուխուր հանեց, որ արդեն տենց շատ բնական ձենով AI ընկերուհի կամ ընկեր կարաս ունենաս, անունը չեմ հիշում, բայց հիմնական ինվեստորները բաններ, այդ Horowitz-ներ, A16Z-ներ ու շատ բնական էր, ահա որ բնական դա տենց դաժե բան չկար էլի, սենց latency ոնց էր հայերեն որ ուշ է գալիս հա սենց ոնց ենք ես ու դու խոսում այդտենց կարելի է հետ զրույց ունենալ ու որ չգիտեմ դե OnlyFans-ը գիտես հա OnlyFans-ի վաճառքները 3.5 միլիարդ դոլար են հասել տարեկան ու շահույթը կարծեմ 70% ինչ է այդ ստարտափն է կարա տենց մեծ դառնա էլի հա միանշանակ որտեվ մարդիկ դե բանը չեն Blade Runner-ը երևի նայել ես Blade Runner-ի մեջ այդ իդեան կար որ դու կարաս արհեստական ընկերություն ունենաս հետո բանը Her-ը Անա այդ որ դու արդեն համակարգի հետ կարողանում ես ընկերություն անես բայց տարօրինակ է որտեվ օրինակ GPT կամ Claude-ի հետ խոսալուց դու օրինակ ես ելնում եմ որ իրանց հետ խոսում եմ ասում եմ օրինակ ես գրքի մեջ ես գաղափարը դուրս եկել է մի հատ արի քննարկենք լավ ու վատ կողմերը բան ու ոնց որ բնական հետդ քննարկում է կրոկը փորձի կֆուրտա վերջի քֆուրներով կարա ասենք պետք չէ դի կարծալ իսկ բանը էս վերջին նորությունները տեսար որ Apple-ը Siri update-ը որոշեց որ հետաձգում է OpenAI-ի հետ չէ OpenAI-ի հետ ինտեգրացիան կա բայց որ iOS 18-ը դուրս էր գալի իրանք գովազդում են որ Siri-ի միջոցով ինքը կարա քո կալենդարը նայի, մեսեջները նայի ու դու հարցեր տաս, օրինակ անցած շաբաթ այսօրը մեկի հետ հանդիպել եմ, անունը կասես, ով էր ինքը ասի։ Ու այդ feature-ը cancel արեցին, բայց ես վերջի update-ով դուրս գար, հետաձգեցին, դրանից հետո ակցիաները լավ ընկավ Apple-ի, ու ոնց որ սիգնալներ կա, որ AI-ի սպասումները ավելի շատ է, քան այս պայդրությամբ տեխնոլոգիան կարա տա արդյոք տենց բան կա թե չէ չէ Ուղղակի Apple-ը զգուշա հա ինքը ավելի առաջինը զգուշա ու երկրորդը ինձ թվում է իր մենեջմենթը ու մյուս տիպի ընկերությունները որ ասի մա խզարում են շատ տարբեր է այսինքն Apple-ը տենց քանի որ էկոսիստեմն է ինքը հա չգիտեմ այդ iPad, iPhone, MacBook եւ այլն շատ վստահ են զգում ճիշտ տապում իսկ մյուսները տենց անդադ մրցակցության մասի մեջ են նոր պլատֆորմ դառնալու իսկ Apple-ը կսպասի այնքան մինչև ամեն ինչ ստաբիլանա հետո կբերի կասի first time in iPhone ոնց որ միշտ 10 տարի հետո Android-ի feature-ները բերում է ասի Բայց Apple-ի ֆանատ եմ էլի ամեն ինչ Apple-ը ուղղակի միշտ տենց անում այն folder-ների գաղափարը կամ այդ hidden folder-ը որ 10 տարի Android-ում կար Սվերջես launch challenge է ինովացիա շատ ուժեղ ինովացիա բայց իրանք ինչ անում են աշխատում են ինձ թվում է այդտենց հետաձգեցին որովհետև լուրջ խնդիրներ կար առաջի խնդիրները երևաց երբ որ դե այդտենց feature ունեին որ notification-ները summarize էր անում summarize-ի մեջ մարազմ բաներ էր սկսել գրել դե AI-ը hallucinate անում է չէ ինքը կարա այդտենց տարօրինակ բաներ անի ու այդ scale-ի վրա երբ որ քո product-ից օգտվում է 1 միլիարդ հոգի ամեն փոքր բագը համաշխարհային նորություն է դառնում էլի դրա համար երևի շատ զգուշ են կամ էլ գրոկի նման
ավելի շատ դուր գալի իրենի մոտեցումը, ոնց որ արես հասանել է դառը, նույնիսկ գրանցվել պետք չի, ու այդ որ սեֆթիները հանելը, ասում մարդիկ թող որոշեն ոնց են օգտագործում։ Հա, Croc-ի գիտես որ feature-ն է դուր գալի, դա ամեն օր օգտագործում եմ, օրինակ ինչ որ tweet ես տենում, կոնտեքստը հասկանալի չի, այդ իր AI button-ին սեղմում ես, լրիվ բացատրում այդ tweet-ը ինչի մասին է, որտեղից է գալի, խի այդ տենց ֆանտաստիկ feature-ը, որ Twitter-ում կարողանում ես օգտագործես։ Այդ իրոք օգտակար է։ Իսկ perplexity-ն խես օգտագործում։ Google-ին եմ շատ անգամ բանանում, փոխարինում, որովհետև Perplexity իմ համար ամենաշատ օգտագործող երևի feature-ն է, որ նայ Google-ի դեպքում պետքա տենց կոնկրետ ճիշտ prompt-ը տաս, որ քո ուզած ինֆորմացիան բերի, Perplexity-ն տենց feature ունի, որ դու կոնտեքստն ես ասում ինչ ես ման գալի, ինքը կարողանում է AI-ը փոխում է, նենց որ գտնի այն ինֆորմացիան, որ դու ի նկատի ունես։ Ու անգամ մի քիչ ուրիշ ձև գրելով կարողանում ես գտնես այն ինֆորմացիան, որ քեզ պետք է, ու պլյուս այդ deep research-ն է ունի, որ լավ կարաս խորանաս topic-ի մեջ, էլի։ Որ դու սա եկել ասում էին դե իրանք ոչ մի IP չունեն, տեխնոլոգիա չունեն, ընդհանրապես OpenAI-ի վրա որտես wrapper-ը հայերեն ոնց է։ Բան պլյոնկա է քաշացել, հա սիրուն լոգոյա։ Բայց բարձրացած որ հենց դա որ OpenAI չունի ոչ մի IP, հիմա ինքն է էժանացել, ինքն է հերթացել AI մոդելները, որ ավելի դժվար է դառել լավ consumer experience արկելը, որ մարդիկ հեշտ օգտվեն։ Հա, այդ են բաններ են, այդ տվալուն չեմ հիշում, բայց այդ all-in podcast կա, Իմ մասս podcast-ը։ հա, Բոլորը նայել։ հա, այդ Facebook-ն որ աշխատել էր, այդ Չապատիա, Չամատ Փալիպիտիա։ Փալապիթիա, ինքն էր, որ նոր էս AI թեմաները դուրս եկավ, լավ հիշում եմ, ինքը ասեց բանը սառնարաններ օրինակը բերեց, ասում է, այն մարդիկ որ սառնարանից տեխնոլոգիան հայտնաբերեցին, իրանք չեն փող աշխատել, փող սկսել է աշխատի Coca-Cola-ն, որ կարողացել է այդ սառնարանները օգտագործի, չգիտեմ, սառը խմիչք տալու կամ միրգ արտադրողները կամ չգիտեմ, product ստեղծողները, այսինքն այն ընկերությունը, որ այդ ինովացիան անում է, միշտ չի, որ այդ ընկերությունն է դրա վրա կարողանում է մոնետիզացնել, էլի։ Միջերս Big Story-ն սկսել ենք podcast-ը, որտեվ all-in-ը շատ ենք սիրում, ու մենք հայկական all-in ունենանք։ Դե հաստատվել է։ Դե All-in-ը մինչև Թրամփի ընտրությունները ահագին մեծ ազդեցություն սկսեց ունենալ մեդիայի առումով, մի պահ էլ երևի ամենապոպուլյար ոդքասթներից մեկը դարավ։ հիմա էլ է այդպես։ Հա։ Շատ մարդ է նայ։ Դե բանը, այս վերջի մի քանի էպիզոդ չեմ նայել, Ամերիկայի ընտրություններից հետո երևի չեմ նայել, բայց մինչև այդ շուշուտ էի նայում all-in։ Իսկ այս լուրջ միջազգային փոփոխությունները, տատանումները, ինչ որ ձև կազդի IT շուկայի վրա։ Ոնց։ Կարա շատ տարբերակներ կան։ Ասենք մի տարբերակն է, որ կարա մարքեթը վարի գնա ու կրիզիսը սկսի, ու երբ որ ժամանակ սկսում է, կարա ոնց որ ֆանդինգները կչանա շատ ու IT-ի վրա մեծ ազդեցություն կարա ունենա։ Երկրորդը Չինաստանը ոնց որ ձեռնոց է նետել Ամերիկային, չէ՞, DeepSeek-ը որ դուրս եկավ։ Այդ Alibaba-ի մոդելը քվենը դուրս եկավ, ու էլի կտած դուրս են գալի նոր չինական ստարտափներ։ Այս վերջերս է բանը Manus-ը, հա։ Այդ այտենց։ Ասա perplexity-ն էլի, բայց չինական է։ Հա, օքեյ, լավ։ Լավ մարքեթինգ են արել։ Okay, ես մարքեթինգը դուրս եկավ։ Տեխնոլոգիա չունեն ոնց որ նոր սարքած, բայց եղածները լավ օգտագործեն։ Քվենի վրա է սարքած։ Alibaba-ի։ Հա։ Իսկ այնտենց փոխվում է միջազգային վիճակը, ու նաև ոնց որ Եվրոպայի Ամերիկայի հակամարտությունը մարդիկ վախենում են դրանից, չէ՞, բայց իրականում Եվրոպան ունի պոտենցիալ դառնալու մյուս բևեռներից մեկը աշխարհի։ Այդ նշանակում է ավելի շատ փող, ավելի շատ տեխնոլոգիաներ, ավելի մեծ մրցակցություն, ավելի շատ ֆանդինգ, այդ 800 միլիարդը, որ որոշները պետք է դնեն ռազմարտունաբերության մեջ, մի քիչ ռազմարտունաբերությունը դա տեխնոլոգիա է։ Նշանակում է նոր բալանսիրներ են եվրոպական ստեղծվելու, անդրոիդներ են ստեղծվելու, ոնց որ Ամերիկայի անդրոիդները, ու դա տեխնոլոգիական ոլորտի համար շատ լավ է։ Հա, կստացի բանը, այդ այս Ուկրաինայի Թրամփի ընտրվելուց հետո Ուկրաինայի negotiation-ները որ սկսեց, եվրոպական բոլոր
լուրջ ռազմաարդյունաբերությամբ զբաղվող զենք արտադրող ընկերությունների գները բարձրացավ միանգամից թռան, որովհետև բոլոր երկրները ասացին, որ իրանք սկսել են ավելի շատ ծախսեն 800 միլիարդ արդեն որոշել են, չէ՞։ Հա։ Ու չեմ որոշի, արդեն քննարկում են։ Twitter-ը մի հատ միմ էր ֆռում, որ գերմանացին ասում է հետո չասեք, որ չեմ զգուշացրել, որ էլի Պոլշայի մեջով գնալու եմ Ռուսաստանի հետ կռվեմ։ Դες հավես բանն է, որ երեք չառաջորը Թրամփը ասաց, Ճապոնիայից բան չեմ հասկանում, ասում է պետք է Ամերիկան մենակ բազա ունենա այնտեղ, մենք իրենց պաշտպանենք, ու իրանք իրավունք չունեն ոչ մնան։ Չէ, ոչ իրավունք չունեն, իրանք մեզ չեն պաշտպանում։ Հետո բայց ակի չի կարծես այդ պատմությունը, իրականում ինչ ա եղել, երկրորդ համաշխարհային ժամանակ Ճապոնիան գրավել է Ամերիկան, ստիպել է որ նոր համադրություն գրեն, որ իրավունք չունի Ճապոնիան մեծ բանակ ունենա։ Հա։ Իրանք ստիպել են։ Այդ ասում են, ո՞ս դիլերը անում։ Դե բան է, մի քանի տասնամյակի ընթացքում ձևավորված այդ ստատուս քվոն ոնց հասկանում եմ հիմա արագ փոխվում է, որտեվ օբյեկտիվ պատճառ կնայ, մինչև 1991 թվականը միշտ աշխարհում եղել է մի քանի կայսրություն։ Այսինքն Անգլիային Ֆրանսիան challenge արել, Գերմանիան Ռուսաստանն արել, Ամերիկային Ռուսաստան սովետները անում։ Այդ 30 տարվա ընթացքում Ամերիկան այնքան առաջ էր մնացածից, որ ինքը ոնց որ լրի միաբևեռ աշխարհ էր։ Հիմա Չինաստանը եկել է ու մարտահրավեր է նետել Ամերիկային, որտեղ Ամերիկան փոխի կոնֆիգուրացիան։ Իրան դաշնակիցներն են պետք ուժեղ։ Էլի չի կարող ինքը մենակով բոլորին պաշտպանի։ Ուժեղ դաշնակից ով է? Եվրոպան։ Դա համար challenge արեց, ասես դուք էլ ուժեղացեք։ Հիմա Ռուսաստանը փորձում է չեզոքացնի, որ չանցեն Չինաստանի կողմը։ Դա տրամաբանական դասավորություններ է սկսել աշխարհում։ Իրականում բանը էս վերջերս չգիտեմ իրան գիտես թե չէ Նել Ֆերգուսոնը շատ հետաքրքիր պատմաբան է գրող է իր գրքերի մասին շատ ենք խոսացել մեր ոդկասթում ինքը էս իր վերջի ոդկասթում ասում էր դուք այդ ֆասադին մի նայեք Թրամփի ասում է Ամերիկան միշտ վերջի 10-20 տարվա մեջ դաշա Ամերիկայի բոլոր պրեզիդենտները փորձել են արել նենց որ Եվրոպան ՆԱՏՕ-ի իր 2%-ը տա կամ մի քիչ ավելի ծախսի, որ շատ մեծ կախվածություն Ամերիկայից չլինի։ Չի ստացվել։ Կտան։ Ասում Թրամփը արեց, ասում այդ մի նայեք ոնց արել։ Ասում բայց ստացվեց են, որ իր քայլերի պատճառով Եվրոպան սկսելու է ուժեղանա, որը օգտա համ Ամերիկային, համ Եվրոպային։ 100%։ Մենք չգիտեմ ինչքան ավարտեց այս։ Այդ գիտես ինչն է նման բիզնեսում, critical feedback-ը ստալի մեկին։ Հա։ Անչափ շատ վատ է աշխատել, այսինքն բաները կոմոդ շատ վատ են ստացվում, դու բիզնես որ փոխես, չի շատ վատ անելու քո համար։ Ինչ է ալնում, երկու տարբերակ կա։ Մարդկա կոտրվում է, չէ՞, կար գործը դուրս գա։ Մարդը ասում է ոնց եմ ես վատ աշխատել, նա ինչ եմ անելու ու այդ feedback-ը օգտագործում է հնարավորություն լավանալու։ Հիմա դա Trump-ն ու JD Vance-ը աշխարհի level-ով Եվրոպային feedback տվեցին, ասեն դուք loser եք, դզվեք, հիմա դրա շախ են ընկել։ Դա մեր Մակրոնը ասում է դա, պետք է գործին ժողովուրդ։ Տեսնենք ինչ կլինի ու մեր վրա այդ ամեն ինչը ոսկազդի։ Մեր վրա շատ։ Դա ամենավախենալուն է։ Մեր վրա վատ ազդելու են, որ եթե Ռուսաստանի սանկցիաները հանեցին, որովհետև այսօր Հայաստանի էկոնոմիկայի մի հատ մեծ կտոր բան, ես դրան ասում Ռուսաստանի համար բան ենք անում։ Ինչ էր բառը, smuggling ոնց էր հայերեն։ Կոնտրաբանդա։ Կոնտրաբանդայով ենք զբաղված։ Չնայած այսօր Հայաստանի էկոնոմիկայի մեծ կտոր հենց Ուկրաինայի պատերազմի պատճառով աճեց։ Դա բանկային համակարգը, էքսպորտ, չգիտեմ, ոսկի, ադամանտ, ինչ ասես արդեն արտահանում։ Իսկ հորեկան, որ եկան ռուսները, դրա հաշվին ռեստորանային բիզնեսը տենց լրիվ բում եղավ։ Real estate-ը գները բարձրացան։ Բայց ոնց եկավ, նենց է սկսեց դուրս գա։ Հիմա օրինակ, չգիտեմ, հորեկայի հետ որ խոսում ես, շատերն են բողոքում, շուկայի վիճակը ռեստորանային իրոք վատ է։ Բայց մի մասի մոտ վատ է, որովհետև հա, պատճառներ կա, ինչա, շատ թանկացել է, մարդիկ կարող է ռեստորաններում այդքան փող չեն ծախսում, պլյուս ռուսներն գնացին ու բիզնեսներ կա, որ իրոք վատ է, բիզնեսներ կա, որ սովորեն այդ մեծ աբառոտներ են ռուսների պատճառով, հիմա հետ են գնացել են մինչև այդ ռուսների վիճակը, հա էլի եկամտաբեր է, էլի աշխատում է, բայց բողոքում են, որովհետև գերշահույթներ էին սովորել։ Հիմա որ բիզնեսները բողոքում են, ասում են բանը 2021 հետ եկեք հավատենք։ Տենց
տենց որ նայում ես, շատերի մոտ այդքան վատ չի, ինչքան թվում է, որ Բանկերը ոնց են խզարել բանկերը вообще վերջի 3 տարին։ աննորմալ շահույթներ է, ու որ նայում ես շահույթների մեծ մասը վարկերից չի։ Գործարքներ են Ռուսաստանի հետ կապված։ Հա, բանը, տենց տոկոս է, Ռեքսպորտը։ տրանզակցիոն տոկոսներ է։ Ես չգիտեմ, հիմա մենք տենց այդքան էլ լավ վիճակում չենք տնտեսական առումով, որովհետև շատ բան կախված է հենց արտաքին խաղացողներից ու բանի Թայվանի նման ուժեղ բիզնեսներ չունենք, որոնք մեր պաշտպանությունը ապահովում են, էլի։ Այնտեղը չեն ապահովում։ TSMC-ն չի ապահովում։ Ժամանակավոր է։ TSMC-ն այսօր հայտարարեց, որ $100 միլիարդ ներդնելու է Տրամպի մոտ էին այսօր։ Դնելու է Ամերիկայում նոր ֆաբերի սարքելու մեջ, այսինքն ֆաբերը տեղափոխում են Թայվանից Ամերիկա։ Բայց այդ մի մասը, չէ՞։ Մեկը չեն կարողանալու, դեռ եթե նման արտադրողականություն Ամերիկան ունենալու համար մի 10-ից 20 տարի պետք չէ։ Չգիտեմ թվերը ճիշտ ասած, բայց ես թվում է այդ շատ ժամանակավոր է, որպես ոնց որ ու ինձ թվում է նաև Չինաստանը դիլ կա, որ քանի չի տեղ Ամերիկան անկախ չի այդ առումով, որտեղ Ամերիկան չի ասում Թայվանը ձերը չի, ասում է մի հատ Չինաստանը, երբեք չի ասում Թայվանը։ Հա, իրանք դիպլոմատիկ լեզվի մեջ շատ ուշադիր են այդ առումով։ Իսկական շատ զգույշ ասում են, հա, Թայվանը մի պետություն է Չինաստանի հետ։ Հա։ Իսկ քո կարծիքով, եթե հետ գանք մեր թեմաներին, արդյոք այդ 5 կարան հենց աճի, որ Հայաստանը օրինակ 10-15 տարի հետո ինքը տենց Գերակա ճյուղ լինի։ Ոչ թե գերակա, հիմա էլ է գերակա այն առումով, որ շատ ուշադրություն է դարձվում այդ ոլորտին, այլ օրինակ ՀՆԱ-ի վրա ռեալ ազդեցություն ունենա, մեծ ազդեցություն ունենա։ Երկու պնդմանատը համաձայն չեմ կա։ 20% օրինակ։ Նայ, նախ ուշադրություն չի դարձվում, իմիտացիա է արվում, որ ուշադրություն է դարձվում։ Okay. Կարևոր է ֆիքսել։ Ոչ մի ոնց որ պետական մակարդակով ոչ մի բան էլ կարելի ասել նորմալ չի արվում այդ ուղղությամբ։ Բայց շատ սուբսիդիաներ կա, չէ՞, IT-ի համար։ Չկա։ Մի հատ լավ օրենք կար, որ ստարտափներին էին տալի, եկամուտային հարկի մասով, դա հանեցին, տեղի մի հատ նոր օրենք բերեցին, որ շատ բարդ է օգտագործման մեջ ու հələ ուժի մեջ չի, այն ստարտափների համար ամեն ինչ թանկացավ ու նորմալ սուբսիդիաներն էլ ոնց որ շատ քիչ մարդու է վերաբերելու։ Այսինքն չէ, այդ հարցը պատասխանը ու դա արեցին 4 տարի հետո, երբ որ ռուսները արդեն գնացել են 3 տարի հետո մեծ մասը գնացել է։ Ինչ վերաբերում է IT-ին, նայ Հայաստանի էկոնոմիկան տարբեր տարիներին աճում է, ասենք 3-ից 12% այդ շրջանում, IT-ն միշտ աճում է 25%-ով։ Արդեն 7%-ը GDP-ի 7.2 կարծեմ, արդեն տեխնոլոգիա ոլորտն է։ 7.2։ Այո։ Ես 4 թիվ էի լսել։ Չէ, 7.2 ու այդ լսել եմ անցած շաբաթ ֆորմուլայի ֆոնդի երկրորդ ֆոնդի բացումներ, փոխվարշապետներ եկել, ազգային ժողովի փոխնախագահ, բտանախար եւ այլն։ Բայց մի հատ հարց տամ էլի, այդ 7.2-ի մեջ բանում է, Campbell-ինգը մտնում է, թե չէ։ Այդ որտեվ կարևոր է։ Իրանք տեք չեն։ Դե շատ անգամ իրանց որպես soft construct-ը եկել Digitane-ը որպես իրանք տեք չեն։ Իրանց հարկային կոդերը ուրիշ է։ Հա։ Հասկացա։ 7.2։ Կարա դառնա 20%, 30%։ Իրականում եթե իրական ստրատեգիա լինի, ոնց ենք Հայաստանում թեքը զարգացնում, փոքր շուկա է։ Կարանք սարքենք ոնց որ դրախտ, ոնց որ Իռլանդիան ամենալավ օրինակն է։ Իռլանդիան մի 30 տարի առաջ Եվրոպայի ամենահետամնաց երկրներից մեկն էր։ Հիմա GDP per capita-ն, այսինքն համախառն ներքնաառաջիկը միջին ընկնող 100,000 պլյուս է։ Ու տենց սա կորպորացիաները համաշխարհային այնտեղ ունեն օֆիսներ, հարկային քաղաքականության պատճառով, կադրային քաղաքականության պատճառով, եթե ասենք Եվրոպայում դի Google Office բացի, առաջին Իռլանդիայում է բացում ցանկացած այլ ընկերություն։ Հա։ Ну, հարկային առումով ես վերջերս իրենց մոտ բաներ փոխվեց, բայց մեկ ալի լավ պայմաններ են տալիս։ Թե մենակ հարկայինը չի։ Օրինակ այդ GPU-ները ենք, չէ, առ սուպեր համակարգիչ $7 միլիոն կառավարությունը փողեր հատկացրել։ Դրանք եկել են GPU-ները ու ինչ-որ մի հատ դատական պատմություն կա պետական համալսարանի ու մատակարարի միջև ու արդյունքում այդ GPU-ները հələ դիպլոյ եղած չեն, չի օգտագործվում։ Հա ինչ որ մեկը տենց շատ էժան գիներ, չէ՞, տենդերի տվել, իրականում չեն կարողալու սարքեն, դատի են տվել իրար ու չի գնում այդ գործը։
ասենք դա մի ճանապարհն է, որ ասեն օքեյ գնումների օրենքով ենք ամեն ինչ անում։ Երկրորդ ճանապարհը օրինակ կարող են լինել, որ կառավարությունը կամ ազգային ժողովը ասել AI մեր համար ռազմավարական ուղղություն է, այդտեղ տենդեր չկա, X մարդկանց 3 հոգու վստահում են կամ 5 հոգու, որ կաշառք չի լինի, կոռուպցիա չի լինի, թող գնան ուղղակի գնում անեն։ Ու 10 անգամ արագ կլներ այդ process-ը։ Հա, բայց նաև այդտեղ կոռուպցիոն ռիսկերն ավացում մի անգամ։ Հա, բայց միշտ դու պետք է շարադատես թե կոռուպցիոն ռիսկ է։ Okay, հիմա ոչ բան չունենք։ GPU-ները կոռուպցիա ունենք, բայց մենք ոչ մի բան չունենք։ Այսինքն միշտ պետք է շարադատես, չէ՞, քո risk reward-ը, այսինքն ինչ որ ռիսկ ես վերցնում, ինչ որ reward-ը ալնում։ Հիմա պայմանական մարդիկ կան, որ հասարակությունը մտածում է այդ մարդիկ դժվար կոռուպցիայի մեջ մտնեն, կարան այդ մարդկանց վստահեն այդ պրոյեկտը, թաթը չէ լինի ընդհանրապես կոռուպցիա, էլի։ Հասկացա։ Իսկ քո կարծիքով ինչ քայլեր կարան անենք, որ Հայաստան իրոք IT-ին ուշադրություն դարձրվի ու պետական աջակցությունը բերի աջակցություն բառը սխալ է։ Սխալ է։ Հա, ինչ աջակցություն, պետք չի աջակցել, ամենահարուստ ոլորտն է, ինչ աջակցություն։ Պետք է ներդրում լինի։ Հիմա ոնց որ ասես Big Story-ին դա աջակցությունն է ոնց որ։ Չէ, դե փող աշխատելու համար է։ Այո, այսինքն պետք է պետությունը ասի, օքեյ, տեխնոլոգին կամ այդ ոլորտը AI-ը, ումնացած բոլոր ոլորտները մեր համար սուպեր կարևոր են, ասի ինչա պետք դրա համար անել։ Սարքի ռազմավարություն, ասի պետք է մեր GDP-ում 20%-ը լինի տեխնոլոգի։ Դա պետք է ռազմարտունաբերությունը զարգացնել, պետք է AI-ը զարգացնել, պետք է էսի զարգացնել։ Դրա համար ինչա պետք, այսքան գումար հատկացնել, այս մարկանց բերել, պլան կազմվի ու այդ գնալ դա արվի։ Դա։ Հիմա ասենք նույն ռազմարտունաբերությունը, չէ՞։ Արա, բայց այդ շատ լավ ասել, այդ աջակցություն բառը ինձ է միշտ այնց ականջացակում։ Շատ է ցաղալու, ասենք ոնց ամենեն հարգանքով լիքը մարդկանց, ոնց ասենք, եթե կարաս աջակցես այն մարդուն, որ դրա կարիք ունի, հա։ Բայց սա կարիքի մեջ չի, ներդրումն մասին դա, ասենք մենք ուզում ենք շատ փող աշխատենք որպես երկիր, ներդրում ենք անը, որ այդ փողը շատ է, շատ բարձ բան է։ Բայց այդ սխեման ոնց կարելի է կազմակերպել, որ աշխատի, օրինակ, որտեվ փորձեցինք, չէ, պետական ֆոնդ ունենանք, ANIF-ը, որ այդքան էլ լավ վերջ չունեցավ, շատ փափուկ ասած, ու հիմա շատերը վախում են նույն մեխանիզմները ներդնելու, որովհետև պատկերացնում են, որ նույն ճակատագիրը կունենա։ Իհարկե, տասնյակ մեխանիզմներ կան։ Ասենք մի մեխանիզմը, ասում ենք մասնավոր ֆոնդ, պայմանական Big Story կամ Formula VC կամ Granatus։ Եթե կամպանիան կարող է ներդրում ստանալ այդ մասնավորից, ասենք չգիտեմ $200,000, պետությունը այդ ֆոնդը ստեղծում, որ մի անգամից կգնա պատկումը։ Այդ վաղ ռիսկը մի քանի անգամ միշտ պետության, որովհետև Big Story-ն մասնավոր ֆոնդ է, մենք երբեք չենք գնա կոռուպցիոն սխեմայի, որովհետև մեր ինսենտիվն է, որ այդ գումարը ճիշտ ներդրվի ու փողը հետ գա։ Ու պետությունը այդ ներդրում, օրինակ մեր նախարարությունը բտա, ունի պրոյեկտներ, ես էլ եմ մասնակից եղել, որ գրանտներ է տալի։ Այն հմեկով որ անում չէ։ Որ է իմաստը, չկա դրա շատ իմաստ։ Պետք է ուղղակի matching անել, այսինքն եթե կա մասնավոր ներդրում, դա շատացնել։ Բայց ընդհանուր ինձ թվում է փոքր բաներ են քննարկում։ Մեծ հարցն է, որ պետք է որոշվի գլխավոր նպատակ, դրան համապատասխանող ստատիստիկա կազմվի, տրամադրվի ռեսուրսներ, ճիշտ մարդկանց բերվի ու արվի։ Ոնց որ ցանկացած պրոյեկտում էլի։ Հա, այդ բանը այդ բարդ այն ձեր բանի անունը ինչ էր, այդ Արմիրուսյանը։ Բարդ անունի։ ԱՏԾՄ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, UAT-ն, հա, ԱՏԾՄ-ով պետության հետ աշխատանք արվում է, չէ։ Շատ։ Դու էլ board member ես։ Շնորհավոր նորից ընտրվելու։ Ոնց ինչ ֆորմատով եք աշխատում։ Շատ տարբեր ֆորմատներով ենք աշխատում։ Եվ ամենաբարձր մակարդակում գնում ենք վարչապետի, փոխվարչապետների հետ քննարկումների, նախարարությունների հետ էկոնոմիկա, ԲՏ, ֆինանսներ, բոլորի հետ աշխատում ենք, բայց արդյունքում գործը տեղի չի շարժվում։ Ու նաև public քննադատում ենք, ասում ենք, որ չի շարժվում գործը տեղից, այլ չի շարժվում։ Օգուտ չի տալի։ Շատ դժվար է։ Իմ կարծիքով պետք է տենց լուրջ վերանայվի այդ ուղղությունը։ Եթե ուզում ենք մրցունակ մնանք, որովհետև մի բան, որ էլի իսկ լավ չենք հասկանում որպես պետություն, նա որ մյուսները օր ու գիշեր աշխատում են, դա մրցակցություն է։ Այսինքն, չգիտեմ, Սերբիայի CRISP-ը կամ Վրաստանի CRISP-ը մրցակցում է Հայաստանի CRISP-ի հետ։ Ընդդեղի Pixart-ը Հայաստանի Pixart-ը։ Դու տեն շարունակ։ Այդ չեմ ասում ռազմարտունաբերության ոլորտի մասին։ Ասենք պետական պատվերը հիմա $400 միլիոն
չէ, պետական թիվ հայտարարեցին, որ գնալու է լոկալ ռազմարտությունաբերությանը։ Բայց այնքան բարդ է դա այդ process-ը։ Հա։ Այնքան ստուգումներ կան, պետական մարմինների այդ կոնտրակտները կնքել են այնքան բարդ է, օրենքները այնքան ռիսկային են, որ մարդիկ պրոստը հոգտ մնաց։ Կալիֆոռնիա ենք դառել էլի։ Բայց առանց Կալիֆոռնիայի անվտանգության ու առանց Կալիֆոռնիայի Եղանակի ու այո, ու կյանքի որակի։ Հա, ահավոր regulated, ծանրացրած, որտեղ ինչ որ մի բան անելը դառնում է չափազանց բարդ։ Մի անգամ կառավարության նիստն էին նայում, դες վարչապետը ասում է, ինչ է այդտենց այդ բաներ չի եղել, որ Իջևանում, Տավուշում ու Լոռիում ջրեղեղեր եղել անցած տարի, ու հիմա պետք է որ աջակցություն տային այդ մարդկանց, այս իրոք աջակցություն էր, որտեղ մարդիկ վնասվել են, պետք է օգնել, ու որ բարդ ձև են մեխանիզմ էին մտածել, որ այնտեղ դիմում են, հետո թուղթը վերցնում են, ասեն Երևանի շուտեղ են մտնում, հետո շուտեղից տանում են, ասում են ինչի՞ տենց արել, ինչի՞ պետք չի, ասենք մի պատուհան լինի, մարդը գա, դիմի փողոստանը գնա։ Հա։ Դա դասական օրինակ է։ Ու գիտեմ ինչի՞ է տենց, այսինքն ինչ որ ինչ որ մեկը կառավարությունում կա, կան են մարդիկ, բայց մեծ մասը ուզում է որ լավ լինի։ Ուղղակի խնդիրը այն է, որ համակարգն այնց է սարքած, որ մարդիկ միողությամբ չեն մտածում ու չեն մտածում պարզության մասին, հեշտության մասին, մտածում են այդ խաբեբաների շարժման, հա։ Ոչ ոք մատ լավ օրինակ կա, չէ՞, ասենք Ամերիկայում դրել էին այդ արագաչափերը տարբեր նահանգներում ու հիմնավորում են որ եթե դնենք արագաչափերը վթարները կչանան արագաչափը կնեք կամերաները հետո դրեցին այդ կամերաները վթարների քանակը չփոխվեց հանեցին կամերաները Հա։ Հիմա նույնը Հայաստանում ամեն պրոյեկտի մեջ միշտ մինուսներն են սկսում մանգալ փոխանակ հասկանում պլյուսները որոնք են ու ինչքան ռիսկ կա Բանից է երևի գալիս այդ Malcolm Gladwell-ը մի հատ շատ հետաքրքիր գիրք ունի, կոչվում է Talking to Strangers, անծանոթների հետ խոսալ։ Այդ գրքի մեջ հենց այդ իդեայի մասին է խոսում, որ հասարակություններ կան, trust-ի հասարակություններ, որտեղ մարդիկ իրար վստահում են ու default-ը հենց վստահությունն է ու հասարակություններ, որտեղ մարդիկ default-ով իրար չեն վստահում։ Օրինակ մեր հասարակությունը չվստահելու հասարակությունը, ու ինչ որ process անելուց մենք միշտ մստացում ենք առաջի մասին ինչ որ մեխանիզմներ դնենք, որ չխափեն, չգցեն, չգողանան, որը բերում է ամեն ինչի թանկացման, դժվարացման, դանդաղացման ու չգիտեմ, շատ բան տեղից չի շարժվում։ Դա մեր Ամերիկայում ներդրում ստանալ, ասենք, մի քանի միլիոն դոլար, եթե դու ուղղակի նս մարդը որ վստահելի է, դու հեշտ կարող ես անես։ Հայաստանում բացի մեր ոլորտից, ասած բոլոր տեղերը, չգիտեմ, շատ դժվար է այդ ամեն ինչը անել։ Հա, պետք է տես 5 միլիոնի անշարժ գույք տնես, որ քեզ 1 միլիոնի վարկն է։ Ну լավ, մի քիչ չափազանցրեցի, բայց տենց է։ 1-3, հա, 1-3 լիկվիդացիոն արժեքի ծախագին ցածր։ Դե, պետք է իր պատճառներ ունի, բայց ինձ թվում է ինչ որ փուլում կսկսի փոխվի էլի։ Չգիտեմ։ Մեր տրադիցիոն հարցը։ Իսկ քեզ ի՞նչն է ոգևորում, ի՞նչն է քեզ ստիպում անես այն ինչ որ անում ես։ Մի հատ տեսություն ունեմ հայրենասիրության մասին ու Հայաստանը սիրելու։ Այս վերջերս էի հասկացել։ Դες եթե վերցնեմ, ասենք ինձ կամ քեզ, ինչ-որ բաներ մենք յուրահատուկ ենք, հա, մեր դատողություն ունենք, մեր տեսք ունենք արտաքին եւ այլն, բայց ահագին բանով մենք նույնն ենք։ Որտեղ նույն լեզվով ենք խոսում, նույն պատմությունն ենք կիսում, նույն մշակույթն ենք կիսում, նույն պետությունն ենք կիսում, ուտեն շարունակ, ու եթե դիտես մաթեմատիկորեն բիտերի վերածես, քո գիտելիքի ինֆորմացիայի քո ուղի քանի տոկոսնից դու նույնը կարող ասենք բարձրի շատ մեծ 20%, 30% է դա։ Ու հայրենասիրությունը դառնում է այդ դեպքում ինքդ քեզ սիրելը, էգոիզմը դառնում։ Ու քո տեսակին, հա։ Այո, որովհետև ոնց որ դու ես, Հայաստանը դու ես։ Հա։ Ու եթե ուզում ես որ քո համար լավ լինի, քո երկրի համար լավ լինի, դա ամենալավ մոտիվացիան է։ Այդ առումով է նաև որ այս բոլոր ընկերությունները, ներդրումները, ոդքասթը, ամեն ինչը դրա մեջ է։ Հա։ Ու լիքը բան դրա պատճառով նաև երևի լավ չի ստացվում դուժումը, դե ֆոկուսի պատճառով, բայց այդ ամշտենց ոգևորում։